Միտեղ բարի երեկո, Կարեն Օվակիմյան, բարև ձեզ։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, հարգելի ժողովուրդ, եթերում է հանրային զայն հաղորդաշարը, այսօր հունվարի 7-ն է, օրը շաբաթ, ոնց հասկացա ես, ճիշտ է, թե սխալվում ենք։ Շաբաթ, մենք ինչի դուրս եկանք շաբաթ օրով եթեր, որովհետև 3 ուրբաթ օր էր, պիտի 3 դուրս գայինք, բայց հաշվի առնելով Զատիկ եւ այլն, հավատացյալ ժողովրդի անդորը չխանգարելու եւ մեր բազմատիրաժ բառապաշարը չբացելու համար, մենք որոշեցինք ժողովրդին հանգիստ թողել, մեր գյոզալն դեմքը Զատիկորով թող չտնային։ Ինչևից է, այսօր ունենք շատ հետաքրքիր հաղորդում, հարգելի ժողովուրդ, շատ հետաքրքիր հյուրերով։ Ինչպես միշտ, մեր կլոր սեղանի շուրջ նստած են մեր մշտական անդամները, պարոն Աբազյան, Վահե Ղազարյան, Սասուն Խաչատրյան, MCS, Հաճելի Մարդ, Անդոյ, Արգիշտ, այս հարգիշտը մեկ գնում է, մեկ գալում է, չգիտեմ, թողնա սեղանի շուրջ այսօր պետք է գալու։ Եվ իհարկե Սրբուհի Գալլան։ Ինչպես միշտ իրենց ուրույն տեղն են զբաղացրել էտա Քիսոյ եւ Ռուզիկ։ Այսօր իմ եւ Ռուզիկի շորերի գույնը համարյա թե նույնն չի։ Այն ինչ մոմեր էիր ճորան։ Այդ շորիդ հետ բռնցուցեր էիր։ Ծաղիկներն դարացմում էր։ Վայ Ռուզիկ, չգինամ ինչ ասեմ։ Ինչևից է։ Ռուզիկ ջան, գնա դուռը բաց եւ ներս հրավիրենք այսօրվա դժբախտ մարդկանց։ Եվ այսպես, ներս ես հրավիրում դաշնակներին Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, Լոքյան, Լևոն Մկրչյան, Սպարտակ Սերյանյան, Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան, Կիրո Մանոյան։ Դաշնակները նստան էս պատի տակ, Ղախպեքը էսյանը։ Անդրադառնանք։ Так, աթենք մսամթերքի ֆաբրիկայի տնօրինություն։ Ամենայն հայոց կաթողիկոս իա գավազանակրով, ԱՄՆ թեմի իա առաջնորդով, անցակ վեր ընգակ։ Նախկին ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Հարությունյան Ռոմիկ Ֆրունզի, դու էլ ես պատի տակ։ Так, ստեղ են։ Մի հատ լրագրող կար, իբր թե լրագրող է, ժուրնալիստ էր, պետական դավաճան, Արշակ Զաքարյան, արի ներս ղախպի ծնունդ, դու նստում ես դրան մոտ։ Սպիտակի ոստիկանության աշխատակիցներ Համլետ Ասոյան, Անրանիկ Կարոյան, Դատավոր Լուսինե Ալավերդյան, ինչպես նաև Սպիտակի միլպետը, վեր ընկան, Սալվամ, Հայաստանի էլեկտրոցանցերի տնօրինություն, Facebook-յան օգտատեր Հայկ Բաղդասարյան, ստատուս էր գրեին վերով, թողաներս, так, Համալսարանական հանգստյան տան տնօրեն Աշոտ Ղուլյան, так, սան կանադառնանք, Թողմախի Մհեր, մեր Սետրակյան որդու հետ, դու էլ ես պատի տակ, Վիտալի Բալասանյան, դու էլ ես պատի տակ,
ու բնականաբար Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, դուք էսկոմ, Ղարաբաղի նախկին նախագահները Արկադի Ղուկասյան եւ այլը նորից էսկոմ։ Այսօր լինելու է թեժ։ Գլխանցասեմ, հիմիկվանից զգուշացնում եմ, որպեսզի այսինքն եթե լինելու է 18+, նախապես խնդրում եմ երեխաներին եւ այլն հղի կանանց եւ տղամարդկանց էկրանների կողմից մի կողմ տանել։ Ռոզիկ դուրը փակի, արի նստի։ Մինչ հաղորդումը սկսելը ուզում եմ շնորհավորել մեր հաղորդման հավատարիմ հետևորդներից մեկին, Ռուզաննա Մկրտումյանին, Ռուզաննա Գյորգիևնա։ Շատ հաճելիքին եւ շնորհավորում եմ ձեր ծննդյան օրը, ցանկանալով ձեզ երկար տարիների կյանք եւ առողջություն, գիտեմ, որ այս պայդորությամբ դուք ինձ լսում եք, որովհետեւ նայում եք on-line։ Ես միշտ խորը հարգանք եմ ունեցել այն մայրերի, այն կանանց նկատմամբ, ովքեր կյանքի բերումով վատ ամուսին ունենալու պատճառով միայնակ են մեծացնում իրենց երեխաներին։ Դուք մեծացել եք հոյակապ մի տղա, ես ամեն մեկի չեմ հավանում, ամեն մեկին, չգիտեմ, դրական գնահատական չեմ տալի, ոչ թե նրա համար, որ ես, չգիտեմ, իմ քիթը բարձր է եւ այլն, ուղղակի ունեմ քթիմաց բնավորություն։ Ես չգիտեմ ոնց ասեմ, ուղղակի բայց պիտի ասեմ, ձեր ամուսինը իհարկե մեզ համոզված եմ, որ դուք վատ պիտի զգաք մի փոքր իմ բացահայտումից, բայց պետք է ասեմ, որ ձեր ամուսինը շատ վատ անձնավորություն է եղել։ Ես արդեն մտնում եմ ձեր ընտանիք, որի համար ներողություն եմ խնդրում, եւ ինձ շատ հետաքրքրեց այն նման որդի, որ դուք դաստիարակել եք, երբևիցե ձեր տղայի հայրը մտածել է, լավ, իմ տղան ոնց է, ինչ է, ողջ է, առողջ է եւ այլն, նեղության մեջ է, լենության մեջ է, եւ հետո ես մի փոքր փորեցի, դու գիտեք, երկնային գրասենյակը Տիկին Ռուզանա ամեն ինչ տեսնում է, հասկացա, որ ձեր ամուսինը մի այլ տեղից էլի մի տղա ունի, հետո մի այլ տեղից էլ երեխեք ունի, մի խոսքով շատ վատ երևույթ, խոռոպ։ Եվ շատ ուրախ եմ, որ դուք, այսպես ասած, չունենալով թևութի գունք, կարողացել եք լինելով ուսուցիչ, ուսուցչու հետ ցածր ողբալի աշխատավարձով դաստիարակել նման զավակ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, ցանկանալով ձեզ երկար տարիների կյանք եւ առողջություն եւ համոզված եմ, որ մի գեղեցիկ օր ձեր մարդը գլուխը քարովնա տալու, երեսը պատովը, որ կարողանա գոնե հնարավորություն ունենա ձեր որդուն տեսնելու։ Բայց ես հույս ունենամ, որ ձեր որդին ոչ մի կերպ իահորը չի ընդունի։ Ոնց որ անում են շատ եւ շատերը։ Ասենք առաջ։ Առողջություն ձեզ։ Ես ասել եմ, որ հանրային ձայն կուսակցության իշխանության գալու դեպքում բավականին խիստ է դրված լինելու ալիմենտների հարցը։ Շատ խիստ։ Ալիմենտ չվճարվելը հավասարվելու է պետական դավաճանության։ Ասել եմ ու նորից կասեմ։ Դա լինելու է, այն որ ասում է զալատոյ զակոն, ոչ Ամերիկայում չես կարա հակ չվճարիր, սերոտ բանը փոխում են, չէ՞։ Այնուն ձևի ալիմենտը։ Ասենք առաջ, բողոքներին անդրադառնանք, մինչև կանդրադառնանք մեր այսօրվա մշտական հետաքրքիր հյուրերին, հետաքրքիր բացահայտումներով։ Նորից եմ կրկնում, էֆիրը 18+-ը։ Так, հանրային ձայն հաղորդաշարը զանգահարել իև իր բողոքն է ներկայացրել քաղաքացի Վալենտինա Խալացյան, ներողություն, Վալենտինա Խալացյանը, Աչափնյակ 16 թաղամաս 30 շենք բնակարան 62։ Տիկինը գանգատվում է, որ տուն այդ ունենալով հեռուստացույց միացրած է եղել, հոսանքի տատանում, հոսանքը գնացել է, հետո եկել է, բայց հեռուստացույցը այլևս չի եկել։ Մարդը դիմում բողոքով դիմել է Հայաստանի էլեկտրոցանցեր փակ բաժնետիրական ընկերությանը։ Դիմումի թիվը
79 97 10 01 դիմելա որ ձեր պատճառով իմ հեռուստացույցը վառվել է, եկեք նայեք տիրություն արեք։ Էլեկտրոցանցերը առանց մասնագետ ուղարկելու քաղաքացուն միանգամից պատասխանում են, որ դա մեր մեղքը չի։ Ես չգիտեմ հոսանքի որակի ցուցանիշների շեղման հետևանք չէ։ Այդպես են պատասխանել քաղաքացուն։ Քաղաքացին ասում է, բայց չէ որ մասնագետ չի եկել։ Այդ տելևիզորի պլոմբը քանդված չի դաժե, որ բացե մտել են մեջը։ Ինչից եզրակացեցիք, որ դուք այդտեղ մեղավոր չեք։ Ուրեմն միջադեպը ասինքն վթարը տեղի ունեցել դեկտեմբերի 23-ին նախորդ տարվա բնականաբար հեռուստացույցի հետ կապված ամսի 27-ին էլեկտրոցանցերը պատասխանել են առանց մարդուտուն գալու։ Ես չեմ ուզում իմ գեղեցիկ բառապաշարը բացեմ էլեկտրոցանցի տնօրենի հասցեին, սկսեմ խորանալ նրա կոռուպցիոն սխեմաների մեջ, սկսեմ խորանալ ալևալի մեջ, ես հիմա դիմում եմ Հայաստանի էլեկտրոցանցեր փակ բաժնետիրական ընկերությանը, անհապաղ, երկուշաբթի օրը ուղարկում եք մասնագետ, Աչափնյակ 16 թաղամաս 30 շենք 62 բնակարան, քաղաքացու հեռուստացույցը նայելու, ավելի շուտ նորը առնել տալու կամ սարքելու հետ վերադարձելու, եթե ոչ, այդ մի տելևիզորը գալու է ձեր քթից թափի։ Ամենայն ազնվությամբ եմ ասում, նորից միայնակինա պահամա 2 երեխա։ Հազիվ ես մարդը կոպեկ հետակցե տելևիզորը, ձեր էլեկտրոցանցերի բոզի տղության բանը պատճառով վառվել է։ Ես անուն ազգանուն եւ այլն չեմ ասում, տեսեք։ Չեմ մտնում ձեր, չգիտեմ եւ այլն։ Մի ստիպեք, որ Քրիստինե Հալաջյանը արբանյակները ղրգի ձեր ընտանիքի վրա։ Հարցը լուծեք։ Ժամանակը գնաց։ Որպեսզի քաղաքացին ինձ այլևս չզանգի։ Մաքսիմում 2 շաբթի օրը զանգի ասի, եկան տելևիզոր տարան։ Վայ Ղազարյան, մյուս բողոքը վերաբերվում է Սպիտակի ոստիկանությանը։ Ուրեմն զանգահարում են քաղաքացիներ, բողոքում են Սպիտակի ոստիկանության աշխատակիցների գործողություններից։ Կոնկրետ մարդկա լուսանկարն էլ ուղարկել ենք, խնդրեմ Telegram կանալում տեղադրել։ Համլետ Ասոյան, օպերգծով տեղակալ, Անդրանիկ Կարոյան, օպերատիվ հետախուզության բաժնի պետ։ Նախ, բավականին վախտաման գողությունը Սպիտակ քաղաքում, նամանավանդ բնակարանային։ 8 բնակարանային գողություն ամենակ եղել դեկտեմբերի 18-ից 19 ընկած ժամանակահատվածում։ Սակայն մուտք է եղել 2 բողոք։ Բացում եմ, այն մնացածը չեն բողոքում, ասում եմ բոլորին համոզում են, որ բողոքում մի տվեք, գրությունը չեն ընդունում եւ այլն կբացահայտենք ու դա։ Բացում եմ, ինչով են զբաղված ոստիկանները, որ այս տիպի բարդակատեր են։ Բերում են ասում նարկոմաններին եւ այլն ծեծում, ջարդում, փշում, այդ ավիրում են, սրանք էլ հլմետում են, դոմիկներն են բանը պաժար տալի, որ ոստիկանության վրա չբացահայտված։ Նստի մեզ ուղարկել է նաեւ պաժարտված դոմիկների լուսանկարները, խնդրեմ նորից տեղադրել Վարդան Ղուկասյանի Telegram կանալ։ Ստեղ Telegram կանալի բանը տեղադրեք, որ ժողովուրդը բաժանորդագրվեն։ Գույցումի դատավոր Լուսինե Ալավերդյան։ Լուսինե Ալավերդյանը, այսպես ասած, հանդիսանում է ոստիկանության ջեբի դատավորը։ Ումը պետքա, չգիտեմ, ձերբակալեն, կալանավորեն եւ այլն, արումը չերես Լուսինե Ալավերդյանով, ապօրինի ձերբակալություններ եւ կալանքներ, պարոն Աբազյան։ Գումարած դրանց 100-ից ավել բնակարանային գողություն։ Ոչ մի բացահայտում, կատեգորիկ, հետևություն արեք։ Ես չգիտեմ նաև, ես եկող շաբաթ բանը պարզվելու է ով է լինելու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, որովհետև վերարտադրվում է նորից Մինիստրство внутренних дел, ինձ ինչն է հետաքրքրում։ Սովետի ժամանակ այդ հիմնարկը կար, նո վատ է, լավ էր, 75 տարով փորձված, կայացած հիմնարկ ձեռնարկություն։ Վեկալան քանդին, բլին, ավիրին, մասնատին
Գյոզալեմ MVD-ն։ Հիմա նորից էլի բերեմ են կուծի հավաքամ են, MGS, էսի, էնի, կար հիմնարկ գործը մեր։ Սիմիդյանն էլ կարողագա մինիստր, հա։ Չգիտեմ, խայտարակություն։ Քանի որ մենք խոսում ենք բողոքներից։ Մյուս բողոքը վերաբերվում է աթենք մսամթերքին։ Ուրեմն ես մի քանի անգամ անդրադարձել եմ աթենք մսամթերք արտադրող գործարանին։ Գործարանը ֆաբրիկա է, ինչա, որ անհաջող, անորակ, ժամկետնն անց ապրանք են արտադրում։ Այս ամենի ֆոնի վրա նորից ես միամիտ ժողովուրդը գնում է, աթենքի միսը առնում է, վեկալում զանգում է հանրային ձայն ասում է Պարոն Ղուկասյան, որդեր, ճիճուներ, բոբոներ, բոլոջներ։ Էմերանք ասելով աթենքից մի օգտվեք։ Ժողովուրդը չհասկանում։ Էլ իմպլանտ, էլ փրչեր, էլ մազեր, ինչ ասես աթենքի մեջ գտնվավ։ Հիմա հերթական քաղաքացին, որը տուժվել է աթենքից, ասում է պարոն Ղուկասյան, զակազեի տվե խոզի բուտ, հանում դնում եմ խալադենիգից մարդկանց դեմը տակը թեքում եմ, որդեր, ճիճուներ, բոլոջներ։ Խնդրում եմ այդ լուսանկարը նորից թարմացնել, իսկ մենք հիմա կփորձենք զանգել քաղաքացուհուն, թող քաղաքացին ինքը պատմի, ինչ է առել, ոնց է առել, որտեղից է պատվիրել, որպեսզի հետո չասեն լկտի սուտա։ Դաշնակներ, դուք պատրաստվեք։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, բարև։ Ես միանգամից տեղեկացնեմ, որ դուք եթերում եք եւ մենք զանգահարել ենք ձեզ ձեր ահազանգի հիման վրա։ Կապված աթենք մսամթերքի ձեր առած խոզի բուդեր, ինչի բուդեր, ես կխնդրեի արդեն դուք ներկայացնեք, նախ ներկայացեք, հետո պատմեք ինչ է պատահել ձեր հետ։ Իհարկե, պարոն Ղուկասյան, անունս Աննա, ամսի 24-ին Տիգրան մեծ 45 հասցեից պատվեր են ընդունում խոզի բդի։ Աթենք ընկերությունը, որտեղ ամենամոտ գտնվող տարածքում բնակվում ենք, ամենամոտ խանութում մոտենում ենք կանխավճարով, որպեսզի պատվիրենք նոր տարվա որևիցե, չգիտեմ, ապրանք լինի, բաստուր, մասուջ ու խոզի բուդ եւ այլն։ Կանխավճարը վճարելով խոզի բուդը պատվիրում եմ, ամսի 31-ին ձեռք եմ բերում, դե բնականաբար 31-ի գիշերը անցնում է 1, ամսի 2-ին սառնարանից հանում եմ, որպեսզի կտրատեմ, այսինքն կան մարդիկ սիրում են նաև տապակած վիճակը, ժողովրդական լեզվով ասած ժարի տարած։ Ափսեից հանում եմ դնեմ տախտակի վրա, տեսնում եմ ափսեի վրա անսահմանափակ քանակությամբ սպիտակ ворթեր։ Բնականաբար մի այլ կարգի անակնկալի գալով ափսեն մի կերպ նետում եմ լվացարանի տակ, ջուրը բացում ապորով, որ հոսի, մի խոսքով է զզվելի կենթանիները անհետանան, դնում եմ տոպրակի մեջ, բայց մտքովս անցնում է, որպեսզի մի հատ նկարեմ կամ վիդեո անեմ, հետագայում որևիցե, չգիտեմ, կասկած եթե լինի, փաստը լինի։ Այնքան զզվելի էր, որ մինչև օրս գրեթե ոչ մի մթերքի չեն կարողանում մոտենալ։ Ներողություն, դուք զանգահարել եք աթենք, տեղյակ պայել եք, որ ձեզ տրամադրը, ինչ են ասում։ Նախ 060-ով զանգահարեցի, 43-43-05, եթե 03 չեմ հիշում, ոչ ամսի 2-ին են պատասխանը հեռախոսազանգին, ոչ ամսի 3-ին, ոչ ամսի 4-ին, զանգին պատասխանող չկա։ Մինչև օրս փորձում եմ կապ հաստատել կոնկրետ ընկերության, որևիցե, չգիտեմ, մասնագետի, տնօրենի, ով կզբաղվի նույնիսկ իրավական նման հարցերով, որովհետև ես ունեմ բողոք։ Այստեղ հարցը նրանում չի կայանում, որ ես որևիցե հիմք ունեմ բողոքի, գումար բռնագանձելու եւ այլն, չէ, այստեղ խախտվել է բոլոր նորմերը սննդի։ Ինչ է նշանակում ոչ ամբողջությամբ եփված միս, միայն արտաքին պատմամբ է երևում եփված վիճակը, տակը ամբողջությամբ ջրի մեջ կորած, ворթերը վխտում են, ու դրա համար ոչ մեկ մինչև օրս ոչ զանգ է եղել, ոչ պատասխանատվություն, միայն զանգահարել եմ խանութ սրահ, որտեղից որ
պատվիրել է եւ վերցրել է, ասեցին բնականաբար տեղյակ կպահեն ընկերությանը, մինչեւ որ սպասում են որևիցե պատասխանի։ Մենք ստացանք ձեր լուսանկարները, որ դուք մեզ ուղարկել եք, եւ հիմա ես կխնդրեմ նորից թարմացնել եւ տեղադրել մեր Telegram կանալում։ Այսինքն եթե դուք 31-ին վերցրել եք ամսի 2-ին խալադենիկից բուդը հանում եք եւ արդեն որդուճիճուն մեջնաց տեղից ու պիտում ես տեսա որ դրանք արդեն հասուն թրթուրներ էին, որդեր էին, ուրեմն դուք այդ ձև եք, այսինքն ապրանքը այդ ձև ա եկել, որովհետեւ սառնարանում ոչ մի թրթուրները չէին կարա բազմանային։ Այդ ամենայն հավանականությամբ այդ ձև էլ ձեզ Աթենքը մատակարար։ Լավ, ես այդքան որ եթերով ասում եի աթենքից մի օգտվեք, ինչի եք դուք օգտվում, չէ՞ որ այնտեղ էլ իմպլանտ կթան, էլ մազեր կթան, էլ ինչ ասում եք, դե բաննականները դրեցինք, չէ՞։ Ես ընդունում եմ, ես հավատում եմ, կասկած անգամ չունեմ, գիտեք, այդ վերջի շրջանում, երբ որ ունենք բավականին ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ, ինչպես նախքան տարիներում ա եղել միայն բդի պատվերը տվել ենք աթենքին։ Այս անգամ եւս մեկ անգամ ուղղակի ես որպես քաղաքացի համոզվեցի, որ գոյություն չունի ոչ մի սանիտարահիգիենիկ պայմաններ, չկա ոչ մի ճիշտ մատուցման ձև։ Անգամ ես համոզված եմ, որ այդ բուդը երբված չէր։ Որովհետև տակի հատվածը եթե ուշադիր նայեք, ինքը փդած է, սպիտակ ու կիսահում։ Երբ որ ախը դա ենթակա էլ չէր կտրտման, որ ես կտրեի հասկանայի մեջ ինչա կատարում։ Այսինքն շատ ներողություն։ Այդ բդից մարդ օգտվել է թե չէ։ Մեծ թարց վերջի։ Չենք հասցրել օգտվել, հակառակ դեպքում ես չեմ ուզում պատկերացնեմ իմ տան 5 անդամների ինչ կարգավիճակում կգտնվեին այսօր, կամ կհոսպիտալացվեին, կամ խնդիրներ կունենային աղիքային։ Սա աննկարագրելի փաստ է, որովհետև չի կարելի նման կերպ, չգիտեմ, ոնց ասեմ, ժողովրդին երևի թշնամին ոչ մի կերպ տենց չի վարվի իր ժողովրդի հետ, ոնց որ Սրանից հետո աթենքից կօգտվեք։ Միանշանակ ոչ։ Եվ խնդրում եմ բոլոր գիտակից մարդկանց, անկեղծ եմ ասում, խնդրում եմ, մի օգտվեք նման ֆիրմայից, որովհետև սա ծայրահեղ աստիճանի հասնող ընկերություն է, որը որ ամեն գնով փորձում է ամեն ինչ անել, որ զզվանք ապրենք ցանկացած մթերքից։ Ես ասում եմ, 5 օր շարունակ չեն կարողացել մոտենալ սեղանին։ Ամեն ինչը արդեն մանրակրկիտ ստուգում ենք, նոր փորձում ենք սնվել։ Եղավ, ես մաղթում եմ ձեզ առողջություն, ձեր ամանորը շնորհավոր, ձեր մնացած բոլոր տորերով, սրանից հետո ականջալուր եղեք հանրային ձայնին, որ ասում ենք մի օգտվեք, այն Fly Armenia-ը ինչ եք, անտերով մի թռեք, աթենք մի կերեք, այս մարդիկ չեն հասկանում։ Եղավ, շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Շնորհակալություն, հաջողություն։ Ուզում եմ մի պահ ինքս էլ համոզվեմ, ուրա տեղադրվեց թե չէ թերթական թարմ տեսանյութը, այսինքն մենք նորից տեղադրել ենք մեր Telegram կանալում աթենքի բուդը, որտեղ ակնհայտ երևում են որդերն ու ճիճուները, արգելի ժողովուրդ, կարող եք մտնել նայել համոզվել։ Եվ սա այն ֆիրման է, որը որ մենք ասում էինք, մի օգտվեք, եթե մի արտադրանքի մեջ իմպլանտ տալ հայտնվում, այդե մարդ էլ են աղացել։ Ես չգիտեմ, աթենքի ադմինիստրացիան փող աշխատելու ձև էլ կա, սեփականատերը ով է, բայց այդ որդած բորբսնած բուդը, որ բերեին դնեին քո նավարի դեմը, դու կուտեիր, հա։ Անցանք առաջ, աթենք բիզիմդիշ։ Ստեղ, ես չգիտեմ, հիմա սրանք բաց են, թե բաց չեն, բայց եկեք անդրադառնանք։ Ուրեմն, մի անգամ չէ, որ մենք խոսել ենք, լավ, եկեք ես մի բանը պոզիտողում բայտ անդրադառնանք տոր։ Ուրեմն Արշակ Զաքարյան, կայնի Ղախպի տղա։ Ես հիշեցնեմ Արշակ Զաքարյանովը, Արշակ Զաքարյանը այն բոզի տղան է, ով շանթով հաղորդում էր վարը, թրաշով, այն հայկական ազգային, ոչ իմ գլխարկը քյալին դրած, հել է գնացել էր սահման, ադրբեջանցի լրագրողներով, այդ աղավնոյ, մաղավնոյ և այլն գեղերով
բանը տարեկոքել էր գյուղապետարան ստենդենդը, մտոն Արտասանվանյան լրագրողներ են, բայց իրականում ներկայացրել են Հայքին Ազը, եւ այնտեղ ինտերվյու այդ ոչ Ղարաբաղի ժողովրդի հետ, ցանկացել էր ավելի խորը գյուղեր գնալ, ռուսական կողմը չէր թողել, ասել էր какой нахуй лондонский журналист, это азербайджанский журналист, ու բռը հետ էին տվել, ճիշտ է, պարոն Աբազյան։ Այս պորնիկի տղան ուրիշ զբաղմունք չի գտնում, ստատուսներ ա գրում, սրան կպնի, նրան կպնի, սրան անվանի գյոտ, նրան անվանի բոզ, սրան անվանի եսիմինչ, բոզի տղա։ Ուրեմն, լսես քեզ ինչ եմ ասում, այն ունը վեկարելա գրելա, Կոնչիտային բերենք մեզի նախագահ։ Ուրեմն Կոնչիտան գյոթա, տրանսա, բայց պետական դավաճան չի։ Գոյություն ունի հանցագործությունների տեսակներ ըստ ծանրության աստիճանի։ Բոզի տղա։ Բացի ծանրության աստիճանը, բարոյա հոգեբանական կողմ գոյություն ունի ցանկացած հանցագործության։ Ես փորձում եմ ժողովրդական լեզվով բացատրեմ այս պոռնիկի վաստակին։ Հիմա, օրինակ, որ դու լավ հասկանաս, ինչ օրինակ բերեմ, որ հասկանամ, հա, օրինակ, երորդ մասի լովիկի սպանությունը, դե սպանեց գասցիկը, են բեղտերև հիվանդությամբ, գրին բաց թողին, բայց սպանության զակաշիկնով էր, թողմախի մհերը, հիմա, Երբ որ օրենքի առաջ կանգնում ես պատասխանատվության, սա մարդասպանա չէ, բայց մարդասպանին այնքան շատ չպիտի դատես, ինչքան զակաշիկին։ Այսինքն դու հասկանում ես ուր այդ։ Հիմա բանը Կոնչիտան թրաշով, մրաշով, յուբկով, բանով հլում երկմա չէ, մշակույթ ա ներկայացնում։ Բայց Կոնչիտան պատրիոտ ա, սիրում ա Ավստրիան։ Դու էլ ես թրաշով, բայց դու յուբկա չես հագնում։ Դու պրոստը ժուրնալիստ ես, բայց դու գնում ես հակառակորդի թշնամու ագենտին, բերում կողմ ես Ղարաբաղ, իբր թե լրագրող, սկսում ես քո հողերի, քո տիգունքի մեջ մատալ, որ ինքը ռեպորտաժ հավքի ու գնան դե սկսի ծծանի քո երկրին եւ երկրի պետականությանը, պարոն Աբազյան։ Սա ձեր ապրանքն է, ձեր ապրանքն է։ Գոյություն ունի գյոթի երկու տարբերակ, հոգով գյոթ եւ ֆիզիկապես գյոթ։ Ես միշտ էլ ասել եմ, որ հոգով գյոթը ավելի բիզնես վտանգավոր երևույթ է։ Հասկանում ես, բոզի տղա։ Կոնչիտան չի գնա ռուսական լրատվամիջոցներին վերցնի բերի կողի Ավստրիայի սամանամերձ գոտիները, չգիտեմ, ՆԱՏՕ-ի բազաների մոտ, ասի Օլգա Սկաբեևա, բանարա, չգիտեմ, հարցում արա, ինտերվյու վեկալ, զորամասը նկարի, էս արա, որովհետև ինքը պատրիոտ է։ Բայց դու բոզի տղա ես, դու գնացել Թուրքին վեկալ է բերե կողել ես, քո հողը լրագրողի անվան տակ, քո հայ քաղաքացուն էլ կայնացրել ես Թուրքի մոտ ինտերվյու ա քաշել, որ գնա Ադրբեջանից ռեպորտաժ ներկայացնի ազդելով հանրային կարծիքի վրա։ Եվ այս բոզի տղան գտնվում է ազատության մեջ ու լիմյատ է ստատուսներ ա գրում, նրան։ Ինչի կալանավորված չի։ Ուզում հասկանամ ինչն է պատճառը, որ այս ղախպի տղան պետական դավաճանության հոդվածով չի գնացել։ Այդ էլ խոմ դուք եք, չէ՞ բացահայտել։ Նիկոլականն էր, որ գնացել է Հայքին Ազին բերե կողել է, բան, Աղավնոյ գյուղ։ Հա? Որ տները մի վառեք, ես մի արեք, են մի արեք, են մի արեք։ Ու հիմա այլ այս բոզի ծնունդը հելելա ես եմ ինչ հերա գրեմ։ Ղախպի տղա, հանի գցեք դուրս ես բոզի տղուն։ Միզա թթվով ծածացնել։ Տարեք ես բոզից մասնակին։ Կոնչիտան մորակ ծծացնի։ Մյուս բոզի տղեն, Հարությունյան, Ռոմիկ, Ֆրունզի, ոտքի, ղախպի ծնունդ։ Աբազյան, հելելա հայտարարելա, բա փող տվեք դոգի լիկվիդացիան կազմակերպել։ Բա կազմակերպի բոզի տղո։ Հելարի Մեքսիկա կազմակերպի, տեղս էլ ասում եմ։ Ռուզիկ, շռմ ես սրա կնգա մամայի բենի մեջ, դու էլ տարցրան, այսօր սաղըտ որպես պատժիչ օրգան, հլես բոզի տողն նայելը, լիկվիդացիա կազմակերպեմ,
Ղախպի տղեն։ Մեկելաբազյան, քո գիբերի պետը ոնց որ թե շատ ворի բաներ անում, գիտես։ Մի հատ հələ զբաղվի, քո ներքին անվտանգությանը հանձնարարում ես, քո գիբերի պետով թող մի հատ զբաղվի։ Շուշուտ ամդամ իմ կայքերը YouTube եւ այլն։ Մի հատ հետևություն արա։ Լսար անդո։ Մոտ գնաց ու այսքանից հետո թուրքական լրագրող ադրբեջանական Ալիևի ագենտին բերես մցնես թիկունք ռեպորտաժ պատրաստես տա ճապու դնես հետո հլնես հլմի հատ ստատուս գրես հայրենասիրությունից խոսես մտում դու մտածում ես հայրենիքի մասին հլես բոզի տղեկին դու նայ հլա արա դուք պատրաստվեք դաշնակներ ասնենք առաջ մյուս բոզի տղությունը Նախ, չգիտեմ, ժողովուրդը տեղյակ է, թե չէ, Կճոյանի ունեցվածք բիզիմդիր, ապրես, հաճելի մարդ։ Էս էլ է հայրենասեր, Կճոյանը մտում, սուրբա, հարամի պապից հարուստ է, ես հույս ունենամ, որ Կճոյանի ողջ ունեցվածքը կբռնագրավվի։ Քանի որ գնաց խոսք եկեղեցուց, Գարեգին, ուրեմն նայեք, ես հայ ժողովրդի պատմություն լավ չգիտեմ, շատ պարզ ասեմ, երբ որ Մկրտչյան Լիդան, չգիտեմ, իմ պատմության և ուսուցչուհիներ և իմ դասղեկներ, իմ խորին հարգանքները, չգիտեմ, ողջ է այդ կինը, թե առողջ է, թե այլևս ողջ չի, այդ ամենայն դեպս միանշանակ խորին հարգանք և դրական վերաբերմունք իմ բոլոր ուսուցիչների նկատմամբ։ Ես իմ դպրոցը մինչև այսօր կարոտում եմ։ Հոկտեմբերանի համար 4-րդ միջնակարգ դպրոց։ Ուրեմն, երբ որ մենք անցնում էինք հայ ժողովրդի պատմություն, շատ պարզ ձևով ես ասեմ, ես չէի սիրում հայ ժողովրդի պատմությունը։ Շատ խորին հարգանքով սիրով վերաբերվել եմ խորհրդային միության պատմությանը, միջին դարերի պատմությանը, բայց հայ ժողովրդի պատմությունը ոչ։ Բացատրեմ ինչու ոչ։ Որովհետև Կրուգոմ բեգոմ դավաճանություն, եկեղեցին պետության դեմ, պետությունը սրա դեմ, պետությունը ընդեղ էս մի թագավորի աղբերը, էսիա բոզի տղա, էնի բոզի տղա, էնի մտա պարսիկների տակը, էնի մտա Բյուզանդիայի խեռի տակը, էնի գնաց Հռոմեակ, ոնց նայել ես բոզի տղությունը փայլատակել է։ Շեդևր, բայց նայում ես Օսմանյան կայսրության պատմությունը, որ չէ, նորմալ է։ Արաբներին խալիֆատ, մալիֆատ, ընդեղ էլ են իրար կուկուլալա արել, բայց ոչ սենց։ Եվրոպական երկրներին որ թագավորն եկել է նորմալ ղեկավարել է։ Նու բոլեմենի տևական ժամանակ, Լյուդովիկոսները կամ չգիտեմ, ոչ Կարլը, Մարլը, Չարլզը եւ այլն։ Մերը չէ։ Բոզի տղու հետևից, մի հատի գրամից։ Բաց։ Ուրեմն եկեղեցու հետ կապված։ Քանի որ գնաց խոս եկեղեցուց։ Ուրեմն ես հետաքրքիր բան բացահայտեցի ինձ համար, այսինքն ինձ տեղեկացրեցի, ես հետաքրքրվա եւ աբսուրդ։ Օրինակ, Լոս Անջելես, Միացյալ Նահանգներ, Կալիֆոռնիա։ Ուրեմն Լոս Անջելեսում կա 18 հատ, ադումայից ես ռուսի ասած, 18 հատ եկեղեցի։ Մի մասը Կիլիկիոտան, մի մասը էս Ղախպիտան։ Ուրեմն մի հատ էլ կա կոչվում է Գլենոքսի Սուրբ Լևոն եկեղեցի։ Ես չգիտեմ ով է Լևոնը, բայց Սուրբ Լևոնն է։ Ուրեմն մի հատ էլ կա Նյու Յորքում Սուրբ Պետրոս, դիտեք, ես ես ոչմ կանադառնամ, ուրեմն երբ Սուրբ Լևոնի եւ Սուրբ Պետրոսի հաշվի համարների վրա նստած են միլիոնավոր դոլարնի։ Մի հատ եկեղեցու հաշվի համարներից միայն մեկի վրա։ Միլիոնավոր դոլարնի։ Ուրեմն 12.5 միլիոն դոլար ես իմ ով, այսինքն չի ես իմ ով, Էրիկ Էսրայելյան, այդ անձնավորությունը, տվել է և 12.5 միլիոն դոլարով Գլենդելում, Գլենոքսի և Ցենտրալի անկյունում հող է գնել, որտեղ պետք է կառուցվի եկեղեցի։ Նորից,
Այսինքն 18 եկեղեցին քիչ հա, մի հատ էլ եկեղեցի պիտի կառուցի, դա 19։ Էսի տոշնի լավ են անին, որ են վրասում տեսնեմ անին ու նոր մեռնեմ է, որ 1000 ու մի եկեղեցի, ու այդ ամենը անցավ Թուրքիային։ Ինչի անցավ Թուրքիային, որովհետև բանակ շինելու, բանակ կառուցելու, բանակ ստեղծելու փոխարեն քարը շարե խաչատնգե, քարը շարե խաչատնգե, քարը շարե խաչատնգե։ Ումն է այսօր այդ քարերն ու խաչերը գտնվում է Թուրքիայի տիրույթում։ Հայ զինվորը քնում է հողին, բարիս բունի մաստով։ Հայ զինվորներին A կետից B կետը տեղափոխում են Ուրալներով։ Այսօր ոչ մի պետություն զորքին Ուրալով չի տեղափոխում, որովհետև Ուրալի մեջ տեղավորվում է 30-40 հոգի եւ մի հատ բայրակթարի բանով, հարվածով, այդ 30-40 հոգին դառնում է բիզիմդիր։ Հիմա 12.5 միլիոն տվել են, առել են, խնդրում եմ ռեպորտաժը տեղադրեք այդ բանում, Telegram կանալին, տերտերն էլ խոսում է։ 7 միլիոն դոլար էլ պիտի տան, որ այդ եկեղեցին սարքեն, այսինքն 20 միլիոն դոլար, գեղեցիկ կերպով գնում է մի հատ եկեղեցու վրան գլենդելու։ Այս Էրիկ Էսրայելյան, ֆինանսիստն է, ֆինանսավորումը, Քրկորյանի փողերն են, որը թողել են այս ղախպին, այս հետ ում ուզում տալում է։ Хорошо, 20 միլիոն դոլարով առնվազն մի րոպե 10-15 մոտ 20 մեքենա օգտագործված 20 զրահապատ մեքենա Վիլիս Խամեր 20 հատ կարան առնել Հայաստանի զինված ուժերի համար, որ զորքը 4 նստած խամերների մեջ այտենց տեղափոխվի։ Նետ, եկեղեցի են սարքում։ Ու այդ բանը, որ այդ նորը որ սարքում են, այսինքն հողը որ առել են, դրանից մի կանգար են կողմ ասում է Սուրբ Մայրամն է, 3 կանգար են կողմ Սուրբ Լևոն եկեղեցին է։ Ամեն աստանով կա մի հատ վանք։ Ես պոյտը զարմանում եմ ամերիկյան իշխանությունների վրա, որ չնազում եսի չկանում է բոզի տվեք։ Հիմա, ուրեմն, ես հարցեցի լավ, որ եկեղեցիները այդքան հարուստ են, մի բարի գործով զբաղվում են, ասին իհարկե ոչ։ Օրինակ, հələ մի րոպե։ Նա վարք, տենանք, մի րոպե։ Так. Armenian Church of North America. Our offices are currently closed. Our office hours are Monday through Friday from 9 a.m. to 2 p.m. Ռախպեկը փագեն։ Ասում մի պսակադրությունը արժե $1900։ Որովհետև մեզ պսակվելու որ խաչը վեկալմա պահմա էկիվորսի քալին ասում տերես հնազանդեմ կուկուլալատու մամբա $1900 գումար չկա չի կան կամ ասում դավայ սիկտիր։ Ուրեմն ես նայեցի Էրիկ Էսրայելյանի բարեգործությունները։ Ուրեմն $2 միլիոն Էրիկ Էսրայելյանը Քրկորյանի փողերից 2021 թվականին նվիրաբերել է եկեղեցուն $2 միլիոն։ Իմ քայլը հիմնադրամին տվել է $300,000։ AGBU կամ AGBU հայ բարեգործական ընկերությանն է փոխանցել $2-3 միլիոն։ Այն դեպքում, երբ որ այս AGBU-ի հաշվի վրա կա $100 միլիոնավոր դոլարնի։ Կիլիկյո եկեղեցուն փոխանցել է $1,025,000։ Մի հատ էլ կինո կա, կինո են նկարել, բանի հետ կապված, ցեղասպանության, ֆիլմի վրա ծախսվել է $105 միլիոն, այդքան է եղել բյուջե, 105 միլիոնից հետա եկել 6 միլիոնը։ Դուք պատկերացնում եք $105 միլիոն Քրկորյանի փողերից, եթե գար, այսինքն կոնկրետ հասցեական, որ Սուրեն Պապիկյանն է չկողեր կնգավորը, հասցեական գար կոնկրետ բանակի համար, ասենք, например, $105 միլիոն կապի միջոց, $105 միլիոն տրանսպորտ բանակի համար, չէ, ֆիլմ են նկարան,
ապուշ սցենարով, որը ընդամենը հետաբեր է 6 միլիոնը։ Ինչա՞։ Դը պրամոս։ Խոսք տվածը, ատենց է կոչվի կինոն, պրամոս։ Պրամոսը դնեմ Էրիկ Իսրայելյանի բենի մեջ։ Դաշը, այս ամենի հետ մեկտեղ, հիմա ուրեմն Էրիկ Իսրայելյանը, Շերը, Կիմ Կարդաշյանը և Կարոլինա Ռաֆայելյան իրականացնում են դրամահավաք։ Ինչքան են քրքրքանի փողերը ծծրել են Էրիկ չի, հիմա էլ այս հարգված մարդիկ իրականացնում են դրամահավաք։ Վաճառում են բրանսլետ, որը սկսում է $300, բրանսլետը ոնց հասկացա Կարլոս Ռաֆայելյանն է արտադրում է դրանց ցեխն է, ֆիրմայա օբյեկտա չգիտեմ ինչա, եւ դրանից գոյացած գումարները պիտի գնան Խոր Վիրապ եւ Մայրաթոր Սուրբ Էժմիածնի վերանորոգման համար։ Ուրեմն Մայրաթոր Սուրբ Էժմիածինը Էրիկ Իսրայելյան եւ Ամերիկայի հայդատի եւ մնացած էտենց սփյուռքահայեր 2000 թվականներից սկսած ինչ գարեգին է եկել է Մայրաթոր Սուրբ Էժմիածինը ռեմոնտի մեջ է վերանորոգվում ու վերանորոգվում է դամբարանա սարքե Ես այս հարցը եմ ուզում տամ Այդ Խոր Վիրապի եւ Մայրաթոր Սուրբ Էժմիածնի վերանորոգման համար որ դուք հավաքում եք գումար այդ բրանսլետները ծախելով դուք բանակ ունեք Դուք ազգային անվտանգություն ունեք, դուք զինված ուժ, դուք ձեր զինվորի վիճակը տեսել եք, Հայաստանի զինված ուժերը համարվում է տարածաշրջանի ամենաչմո, ամենաթույլ, ամենաբոզի տղա բանակը, Նիկոլի իշխանության գալուց հետո։ Վրաստանի բանակը, որը 10,000 հոգի են, 20,000 հոգի են, ավելի հզոր է, քան թե մերը։ Դուք բանակ չունեք։ Այդ եկեղեցիները որ տես վերանորոգում եք, որ հետո սիրուն հանձնեք Թուրքի, հա, անին էլ ամեն քայլափոխին բոզի տղու նման մի հատ բուտկա կծել են, եկեղեցու հետևից, հանձնիկ Թուրքին, հանձնիկ, Շուշին, հանձնիկ Թուրքին, հանձնիկ, հիմա Մայրաթորն եք ռեմոնդանը, որ մեկը ռեմոնդան եք չանեք Թուրքը, որ մտավ Խոր Վիրապ կամ Մայրաթոր, այդ ձեր Մայրաթորը դառնալու է գոմ Թուրք ասքարը խրը հանելու է շրի, այդ ինչ են ասում այդ բեմի վրա, միատնել ինչ կքաքի ու իշնի գնա, այդ բրանսլետների փողերը դրա վրա է գնալու, լավ են շերնա տարիքն առե արդեն բանը կցել է, բայն Կիմ Կարդաշյան և ալեն, ես ուղղակի խնդրում եմ, այն մարդիկ ովքեր մոտ են Կիմ Կարդաշյան, այդ մի հատ տեսանյութը դու թարգմանեն անգլերեն, եթե տաղջիկը հայերեն չհասկանում, փոխանցեն իրան հարգարժան տիկին Եթե դուք որոշում եք Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի համար փող հավաքել կամ ինչ-որ մի բարի բան անել, հիշեք, որ ամենաառաջնային խնդիրը, որը որ դուք պիտի անեք ժողովրդի համար, Հայաստանի, դա բանակն է։ Երկիրը հզոր է բանակով։ Բանակն է ամենաուժեղ քո դաշնակիցը։ Եթե դու բանակ չունես, եկեղեցին քեզ չի փրկի 4 նախագահ Ղարաբաղի հենա գնաց է մտել են եկեղեցու մեջ աղոթում ու խաչակնկվում են բոզի տղա Ռուբեն Վարդանյանի հետ ինչ ճամփ են 30 հոգի ադրբեջանցի եկե նստել են ճամփի վրա ու չի բազում ես ասա կասեմ այդ ճամփին էլ կանրադառնամ դաշնակ բոզի տղա եք հեսա կանրադառնամ ես սրանց հա լատենը մեկ Հերիք հո, եկեղեցի, $300,000 Էրիկ Իսրայելյան, ինք հալը հիմնադրամի խես փոխանցել, որ ինչ անի, ավելի լավ չէր այդ գումաններով կոնկրետ սպարազինություն առնես, այդքան ամերիկահայ գեներալներ կան, չգիտեմ, նատոյի, ոչ նզոր, այդ մարդկաս միս, սպարազինություն մատակարարեք ձեր երկրին, Սպարազինություն բանակը չունի, խաչով է կանգնելու, դեմը խաչով դու ճամփ են բացվի։ Լավ, այս կարգի անասուն, այս կարգի տավարի ցավ, այս կարգի անողնաշար անուղեղ ժողովուրդ որտեղից։ Հաղ չի, քրիստիկ, սա դες մեղավորական կա։ Քո Հիսուս Քրիստոսով։ Այս հրեական մուտիտը կցել են այս հայերի մեջ ու մանակ ունում են ներեղություն,
Աստված, այ մարդ 5000 հոգու բերեք լցիկ երաբլուր, չխրազվանց էր Աստվածով։ 10-20 միլիոն դոլար տան, հերթական բուտկ են կծել գլենդելի մեջ, որիչ։ Սաղ կանդելու եմ, սաղ։ Սաղ եկեղեցիները կանդելու եմ, սաղ եկեղեցիները վերնացվելու զորամասի։ Նյա դժմյացին ամնալու, վերջ։ Գազալական հոկտեմբերյանի սարդույ մեջ է կինոթատրոնը կանդին, եկեղեցի բերին սարքեն մեջը։ Թողմախի մերի միատ լավ բան արե։ Թողմախի մերի գազի կալոնքի տեղը պիտի լեր եկեղեցի։ Սարքեց գազի կալոնկա։ Էդի լավ արե։ Բասով Սերժի վրից թռելա վատ արե։ Հեսա կանադարամ կեզ, կյոպակ։ Ֆիլմա մկորում, 105 միլիոն դոլար, 105 միլիոն դոլար, դուք պարկյասում եք քանի զորամաս, կարել էր վերանորոքել, քանի զորամաս կարել էր զորամաս սարքել, հակաօթային պաշտպանության միջոց չունես, եկեղեցի ասարքում, գլենդել, հայ քեզի բոզի տղեկի հավակացու, սպրուկ չի պաստորել, հա, ես ոչ եմ ծաղկազորի, սրան հետո կարադարամ ես բոզի տողուն, հելի ոստեղից տավա եղի, ոչ եմ սիկտիր եղի, մյուս հաղորդ պանը, Են Հայկ Բաղդասարյան կա, Facebook-յան օգտատեր, անրադարձել է իմ հայտարարությանը, ես քանդում եմ, դու քանդում եք իմ երկիրը, ես քանդում եմ ձեր տունը, հարցատվ է, մեր երկիրը սկսվում է մեր տնից, հարց եմ տալի քաղաքական գործչին, մի հատ կողմնորոշվեք, ծիպը դուք ինչն եք քանդում, մեր երկիրը սկսվում է մեր տնից, ուզում եմ պատասխանեմ Հայկ Բաղդասարյանին, ուրեմն լսի, Հայկ Բաղդասարյան Կոնկրետ խոսենք փաստով եւ օրինակով։ Բեկալեն Գասպարյան Վովային կամ Արշակին։ Երկրորդ Վանեցյան Արթուրա խաղում գլխիս էլի հայ մարդուտունը չպիտի քանդել։ Կամ հեսա Ռուզիկս Սերան Օհանյան։ Սերան Օհանյանի տունը տեսել ես։ Եթե չէ, համացանցում կա։ Անդրանի Քոչյանը մի անգամ է մի հատ նորմալ ճիշտ բան ասել, որ ամեն մի մեծ լախը մի զինվոր արժե։ Ռոզիկի տան։ Գասպարյան Վովայի տունն էլ գտնվում է մանումենտում։ Խլած տունը։ Հլու գնում ես Բաբայան փողոց։ Լևոն Բաղդասարյան։ Բաբայան փողոցով մտնում ես, ընդ լիքը վիլեք են։ Դրանք բոլորը մարդկանց տներ են։ Հայ մարդու տներ են։ Բայց այդ հայ մարդու տունը ո՞նց է կառուցվել։ Ինչ միջոցներով։ Ինչի հիման վրա է այդ հայ մարդուտունը սարքվել, հա? Այդ հայ մարդուտունը, նույն Վովան է տունը, որ սարքել է, նախ այդ տունը առան, խլին, Վովայի տունը, կոնկրետ, հայա, չեն էլա հայ, տունը խլին, քանդին, նորը հավքին, մոտ 650,000 դոլարի ռեմոնտով բանով հավքին, էժմյացնի գեղերից սուսիկը եկավ մտավ, են որ սաղի հետ շիմվել ա, ասես չէ, այս ռեմոնդը ես չեմ հավնում, քանդեք, նորից հավքեք, նորից քանդի, նորից հավքի տունը սարքին։ Հիմա այդ 600,000, այդ եկա միլիոնավոր դոլարները Գասպարյան Վովանի ջեբից ա տվել, չէ, գողացել է պետությունից։ Այսինքն դու ինչ ես ասում, ընկեր Լևոն, ընկեր Հայկ Բաղդասարյան, որ եթե հայի տուն ա, ու այդ տունը գողացած գումարներով սարքված ա, հա, չպիտի կպնեք, որտեղ հայրենիքը սկսում է տեղից, այդ ատենց տան, որ մի անդամի երեխեն ա, գնաց է ու պարկ է եռաբլուր, ոչ մեկ, որ մեկնա դարե հաշվանդամ, ոչ մեկ, որ մեկնա մասնակցել ռազմական գործողություն այդ մանումենտի տների, այդ 44 օրյա պատերազմը, որ եղավ, կամ մանումենտի տներից դուրս, ուրիշ, խոսքյոնակնույն Խաչատուր Սուրքասյանի, մարդիկ 44 օրյա պատերազմի ժամանակ
Սահմանում պայթում էին բայրակթարերի տակ, աղիքները ծրբխում էր աչ ու ձախ, գրզոյից տղեն ձիեր հեծնեմ ծաղկաձորում, Էմիրատներից բերած որպես կթուկով տամոժնյայով անցած $800 ռաստամոշկային վճարե։ Հայ մարդա, վայենկոնն էր անձամբ էր եկե գրզոյին ստուն, որպես հայ մարդու, պավեսկեն տվել էր գրզոյի ձեռը։ Գրզոյն էր տողուն կնգայը ճամպել էր ծաղկաձոր, ասել էր դու են երեք անգուզ և մոխրոտիկը, տես մի հատ կինո կար չեն, բելի ռիցերեն, լեհական, այդ մուրտիկ ոնա ոչն լավ էլ հետարկիր կինո էր, են որ սպիտակ ձիով ռիցերն է թմա զոլուշկին ատենը, այդ կայֆերի մեջ էր գրզոյի տղեն, իսկ չոն է որ երեխեն, որը որ քանակերի պատվալներն են ապրեմ բոշի մալեկն ու սարի թաղ ու ռայոններով բարով, բայրակթարելով դառնում էին թիքա, ֆիլե, մեշոկներով բերեմ կծում էին տուբ դիսպանսերի մորգը, որպես կարտոշկա։ Այքոնաման տավարների պատճառով, որովհետև ասում ես, թե հայ մարդու տունն է, խնդրեմ, Սերան Օհանյանի տունն էլ է, հայ մարդու տուն։ Մի քանդեք, մի արգրավեք, Վանեցյանն էլ էր ասում հայ մարդու տուն, Արշակի տունն էլ է հայ մարդու տուն, սաղ առավ հարևաներով, մարևաներով, սարքես, կծես, թաղման սրա, մարա, ընդ չգիտեմ, ինչով։ Բանակի մաման ծսցնելով, ու ձեր նմաններն էլ թևութիգուն կանգնելով, որ խոսում եք հայությունից։ Մթոմ դուք հայ եք, ինձ էլ քաղաքական գործ ինձ հարց ես տալի, ոնց ես քանդում հայի տունը, պատասխանում եմ ձեզ Հայկ Բաղդասարյան, մեծ հաճույքով։ Ես հաճույք եմ ստանամ այտենց հայի տունը քանդելով որնա հողին հավասարացնելով, ընտանիքին էլ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը Սիբիր չունի, կաքսորեի Սիբիր։ 50 эморացма холодное лето 53-го, այդ կինոն մտի նայի։ Сма что вы там будете делать? Сма собирать снег. Сма что весь? Сма да весь. Այք ուղարկեի սնեք հավքելու։ Հասկանալի է, հայտուն։ Հայտուն է սարքն, սարքի քո ստացած աշխատավարձի հաշվին։ Լավ չորցնիմ, մի քանի հա բանել պավնը չգիտեմ, կերի տարբեր տեղերից տունը սարքի։ Բայց ոչ երկրի բյուջեն ու պետականության մորը մորմշ անելով։ Այ ելդրեմ։ Բարզա, հարց էիր տվե, պատասխանեցի։ Ու հետարքիրա հայտուն, մի հայտուններ կետրինի, բանը միրանն ա։ Գագիկ Խաչատյանը, 15 հատ կվարծիրա ունի Գագիկ Խաչատյանը, մենակ կենտրոնում։ Մի փողոցի վերին։ Հայտունա, չպետականացնես, հաճելի մարդ, հայա, դու ես վրաց գաղապար է նայի դու, հայ մաման հայնա ծծր է միշտ, հայա, ու հետարկիր, այդ հայտուն էլ որ կա, այդ էլ կես պատան, ես չգիտեմ մի չինովնիկ, գոն է մի չինովնիկ, որը բավարարվի մի ընտանիքով, ընգեշ Հայկ Բաղդասարյան, որպես օրենք մի քանի հատ ունեն։ Նորից վեկալ նայի Գասպարյան Վովան, վեկալ նայի Արշակին, ամեն մի անկյունում մի հատ բիջում ծրթում են։ Ու պահում են, կամ չեն պահում։ Սիրուհիներով, միրուհիներով և այլով։ Ու ամեն մի սիրուհու վրա պիտի ծախսանես, չէ։ Թիր, թվաբանություն, տուն, տեղ, ավտո։ Արշակս Գայանե Ասլամազյան էր տրրացնան։ Ավտոն տվեց, համարները տվեց, ենի տվեց, դամալ Մարֆա Վասիլևնայի ծլիկի պրոշին չի, որ Մարֆը նստածա ճիշտ անեմ, որովհետև ունենալով կնիկ, երեխա, աղջիկ և այլն, Գայանե Ասլամազյան էր տրրացնեմ, 50-100 համարներ էր տալեմ, Գայի փողերով ջիպ առավ տվեց, Գայանե Ասլամազյանն էլ կյանքներ պատմեմ վարսավիրանոսներում, Արշակս, Արշակը քիչ էր միատել են լուսին, բանը, լիա լուսինը, դրան էլ էր պահում, ու հաշվին, էլի պետության, Արշակի տղեն ծառայեց բանակում, հայ, այդ էլ է հայ, Սեյան Մուշեղիշից տղեն ինքնյան ավտոյի մեջ խփեց, 600 հոգու գլուխը կերավ, չկնաց չհասավ օգնության,
Էլի հայա։ Հայ մարդ։ Ծաղկաձորում, իմիջալոց, միանգամից ասեմ, այս Աշոտ Ղուլյանն էլ, այս համասարանական հանգստյան տան հետ կապված հերթական կրակոցը, որը տեղի է ունեցել հունվարի 5-ին ժամը 18:00-ին։ Փորձագիտական կենտրոն ոչ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Դավիթ Ղուլյանի եղբայրն է, կրիմինալ ենթամշակույթ, պարոն հաճելի մարդ եւ պարոն Աբազյան։ Խոսքը վերաբերում է Աշոտ Ղուլյանին։ Հիշեցնեմ, որ Աշոտ Ղուլյանը նորից անցել է կրիմինալով 21 թվի 2020 թվականի հունվարի 21-ին ժամանակ թերթը նորից անդրադարձել էր այս Աշոտ Ղուլյանին, որ ժամկետնը անց փդած ծնունդը վեկալ է կապել էր ժողովրդի ջանին, թունավորել էր, փրել էր արևի տակ ու հոդվածում էլ գրած էր Միրան Պողոսյանի շեստյորտքն է եղել։ Явный ռոբասերժական կլանի ներկայացուցիչ։ Հանեմա կրակամա հանգստան տոն մեջ, ես ետ ու վրա էր հանե, ու բանար է գմպսրեոտ, հաճելի մարդ, կոտայքի դատախազին ասում ես ծասցանել, շնորհակալություն, ետ էլ Աշոտ Ղուլյանը, հանեցի, սիկտիր արեցի, մյուս բանը, որ ասում է թե հայ մարդ, մի հատ էլ հայ մարդ հա Սլավ մեդը, Սլավ մեդ բժշկական ոչմ կենտրոնը բռնել է գրել 2021 թվի հաշվետվության մեջ, որ ինքը աշխատել է վնասով։ Ոնց կարա բուժ կենտրոն աշխատի վնասով։ Ապրանք էր բանանամներ մուծեմ։ Վնասով աշխատում։ Սնիկերսը մի օրում 50 դրամ թանկացրեց։ Խանութում դրած սնիկերսը, որ խանութում է դրած, ես ինչա, յոդա, նաստոյկա, յոդա։ Խանութում դրած սնիկերսը։ Ասում ասնիկերսը թանկացրել է, ես էլ արա արդեն խանութում դրած, բերել ես, ներես մուծե, մաքս ազերսվել է, հարկվել է եւ խանութում դրած թանկացրեց 50 դրամով, ես ինգիդի թե իմ տեսադաշտից ինքը դուրս է եկել։ Հիմա էլ հարկայինով եկալ է գրել է, ինքը վնասով աշխատում։ Ռուստամ Բադասյանի տուն ու տեղը ծծցնի Սլավ մեդը։ Հարց չկա, վնասով է, վնասով է։ Չգիտեմ, հիմա դաշնակների բերեմ առաջի պլան, թե թողմախի մերին, երևի թողմախի մերին։ Անցին դեպի դա։ Վահեր Սեթրակյան։ Ես տարիներ շարունակ բավականին հարգալից տոնով վերաբերվել եմ այս մարդուն։ Ճիշտ է, ճիշտ։ Եղել ես Արշակ Հակոբյանենց տան մշտական հյուրը։ Ճիշտ է։ Հիմա Արշակենց տունը բոլորը ասեն շունչները պահած լսում են ինձ։ Օրեր առաջ Ավինան Տիգրանը քեզ հարց է տվել։ Ասելա քո վրա կարանք հույս դնենք, թե խելքդ կարող է տաս բլոգերներին։ Բլոգեր եւ այլն։ Ինչ ես պատասխանել։ Են ինչ խերսա։ Բարի։ Էլ ինչ ես պատասխանել, որ ես այդտեղ ունեմ գերիներ։ Ու ի նկատի ունենալով չգիտեմ ես ում։ Ուրեմն ես իմ կյանքի մեջ շատ քիչ եմ հանդիպել այս կարգի քյալ, բութ, տգետ, բրի, չոբան մարդկանց։ Այդ թվում, որոնցից բոլորը վերաբերվում է քեզ։ Ես չգիտեմ դու ինչի վրա ես հույսը դրել, բայց ես անցած մի քանի հաղորդում առաջ ասեցի, ես ծծցնում եմ Ավինյան Տիգրանին, Ավինյան Տիգրանը ծծցնում է ձեզ։ Հետևաբար չեմ կարողանում հասկանալ այդ դեպքում ոնց կարող եմ ես ըլլեմ այն ինչ խրսա։ Ինձ դուրս չի եկել քո պահվածքը։ Ինձ դուրս չի եկել քո փակ տղու պահվածքը։ Ես դա չեմ մոռացել։ Դրա հետ մեկտեղ ինձ դուրս չի գալիս քո այն բուրըն աշխատանքը, որը որ դու անում ես Ավինյանի համար, ընտրությունների նախաշեմին։ Ես զգուշացրեցի քեզ
ձեռները լվա, վերնգի տեղը դբիձա։ Չհասկացար։ Այն եկային շինարարությունը ձորում, մորում եւ այլն, որ թույլ են տվեքս, հասկանում եմ։ Բիզնեսը ուզում ես բարգավաճի։ Ես ուղղակի զգում եմ քո ախորժակը անսահմանափակ է։ 10 տարուց ավել, ամիսը $270,000 քո գազի կալոնքին քեզ փողա բերել, որովհետև դու չես հարկվել, դու վաճառել ես անլեգալ, անօրինական գազ մարդկանց վրա։ Սերժ Սարգսյանի խեղճ ծայրի հաշվին։ Իմ համար պարադոքս էր, որ դու դավաճանիր Սերժին։ Սերժի մաշկիլուսը չի, իմ վերաբերմունքը բոլորը գիտեն Սերժի նկատմամբ, բայց եկեք մի հատ տաղավարի խոսանք, հարգելի ժողովուրդ։ Թողմախի մհերը դառը Սերժ Սարգսյանով։ Այն որ Սերժը ասեց, սենց Ծառուկյանի հացեին էր խոսը, Ծառուկյանից գեշ բեթա, եղել է թողմախի մհերը։ Բոլոր օլիգարխների գլխին կանգնած է եղել թողմախի մհերը։ Լուբոյ կրիմինալ իտոք համարյա տվել է թողմախի մհերը։ Ում ձեռից ինչ ուզեցել է խլելա, ում ուզես սպանելա, ում ուզե խոշտանգելա, ում ուզեք ինչ ուզե արելա, Սերժ Սարգսյանի հաշվին։ Խեղճ ծայրի հաշվին։ Այսօր մարդը Սերժ Սարգսյանին փոխարինել է Ավինյան Տիգրանով։ Խիստ վիրավորական է։ Գիտեք ինչ։ Ինձ համար նշանակություն չունի։ Դավաճանում ես Սերժին, դավաճանում ես Ռոբիկին, դավաճանում ես Նիկոլին, դավաճանում ես Լևոնին, թե դավաճանում ես Դոգին։ Եթե անձը կայացել է, ոտիա կանգնել, հարստացել է, ռեյտինգու հեղինը, խոսում եք մարդավարի, տղավարի, ռեյտինգա ձեռք բերել, կապիտալ X մարդով, դու երբեք չպիտի ուրանաս այդ մարդուն, իմ էությունը թե։ Ես կյանքում չէի դավաճանի Գասպարյան Վովային, կյանքում, նորից եմ կրկնում։ Գասպարյան Վովան այսօր, ես չգիտեմ ով է այդ բոզի տղուն պահը, բայց եթե ես իմ գլխին ես օինը չբերեին, ես այսօր Գասպարյան Վովայի կողն էի։ Ես իրան էլի նույն դեղը կտայի, եթե իբր թե հիվանդա, նույն ջուրը կփորձեի, ամեն ձևով այդ մարդուն աջակցել, որովհետև ինքը ինձ տիրությունը արել։ Ես դա չեմ մոռանում։ Բայց ինքը հանդեպի, ասենք ոնց եղավ, բանը, ոչ կթոկովի նման, կթին, վերջում, ու դա համար եթե ես դառնում եմ թշնամի, վերջ, պաժիզն է նո։ Դառնում եմ բարեկամ, քանի այն կողմից բոզիտողություն չեն արել։ Իհարկե ճիշտ ու սխալը անպայման բարձրացնելով, դա համար ինձ չէին սիրել, միշտ չեն սիրել։ Հիմա մհերինն է, Սերժով դարար մարդ, Սերժով այդքան կապիտալ հետ գցեցիր, տղետ իբր թե ծառայելա բանակը, այդ թակ տղետ, մի հատ էլ կենսագրության մեջ գրած է ծառայելա զինված ուժերում, առհա թե ծառայելա զինված ուժերում, մի հատ փաստատու, ֆոտո, վիդեո, դոկումենտ բերեք դրեք իցուց, որ քո տղետ զորամասում եղել է։ Իհարկե չի եղել։ Եվ ես ամենով հանդերձ։ Հա, բանով Քոչարյանի բլոկով դարավ դեպուտատ տղետ, բայց խաղեր էր տալեմ ԿՊ-ների հետ, ինֆորմացիա գցելով։ Քեզնից ինչ տեսե, սովոր է, դա համար Ռոբիկը բռնեց տողոտ մեջը դրեց, հանեց գցեց դուրս, լավ արեց։ Ես դավաճանմար չեմ սիրեմ, կապ չունի։ Էս թմից ես, այն թմից ես։ Բա այսօրվա օրով դու Սերժ Սարգսյանի նման գյոզալը մարդուն, Ավինյան Տիգրանի համեմատ, վեկալան փոխեցիր Ավինյան Տիկո հանուն փողի, խաչես քաշե քո ընտանիքի ռեյտինգի վրա ու ասում ես այն ինչ խերսա։ Այսինքն ես այ մարդ դու լրիվ խափնվել ես, քյալ է թափել է, հանկարծ փորձես գնաս Արտակ Գալստյանի կողմ, կամ զանգես, կամ ես ինչ անես, որ բանակց, ու փեսետը չփորձի հանկարծին զանգի։ Լսում ես, մհեր։ Այն Արտակ Գալստյանի դաժե փողոցում մոտեցան ժամ հարցրի, թողմախից ելավ այդ ժամ հարցնողը։
Կամ չգիտեմ մտածել ավետ տեղ ինչ է, Էրեբունի ոչ եմ թանգարան։ Դու պրոստը չես պատկերացնում ես ինչ կանեմ քո հետ։ Ես քո համար երրորդ մասի լովիկը չեմ։ Այն գյոզատոն որ գլուխը կերար։ Իմիջայլոց։ Ես պարոն Աբազյան, ուզում եմ հասկանամ, գասիկին որ բեղտերև հիվանդությամբ սարքին ու թողին։ Մենք գիտենք, սարքողն ով էր։ Թողմախի մհերը։ Ով է ֆինանսավոր է, ինչի է ֆինանսավոր է, որովհետև գասիկը պատրաստվում էր երկել։ Ցույց տալ, որ երրորդ մասի լովիկին եւ այդ հետի մյուս անձանց սպանել են Թողմախի մհերի պատվերով։ Եվ Թողմախի մհերն էլ ֆինանսավորեց, գասիկին հանի, քո հիմնարկը սեկտը բացեց մի օրով եւ գասիկը գնաց ամբուլատոր հետազոտման, ինչպես Վովան պիտի գնար ամբուլատոր հետազոտման եւ կորավ։ Ես շատ լավ գիտեմ, որ ԱԱՑ-ի օպերբլոկը ոչ մի տեղեկություն չունի գասիկից։ Քրիստինե հալաջանը տեղեկ անքաբեր է դրե դեմս, որ գասիկը այլևս երկնային կյանքով չի ապրում։ Նու, ներողություն, դու դա։ Ինքը դե չի կարա գնա, մարդասպանը չի կարա հայտնվի երկնային գրասենյակը։ Մի հատ էս ինֆորմացիան ստուգեք։ Միգուցե հրեշտակները սխալվում են աղջի, ասաման ետ, գասիկ նեմա։ Իսկ ով ակեր է գասիկի գլուխը։ Ում էր տա ձեր տալի, եթե գասիկն եմ, այս բիձուն։ Ես դիմում եմ հասարակությանը, այն մարդկանց ովքեր, որ տուժել են Թողմախի մհերի գործողություններից։ Այն մարդիկ, ովքեր, որ խոշտանգվել են, կտրտվել են, դանակահարվել են, ծեծվել են, գույք են կորցրել եւ այլն, Թողմախի մհերի թեթև ձեռքով։ Դիմել հանրային ձայն հաղորդաշարին կամ հանրային ձայնի գրասենյակ։ Մեծ մարդ ես լեքսիկոնը դեռ հանդուրժում են։ Բայց մհեր, ինձ չստիպես, որ օլիգարխներից մի քանիսին ուղարկեմ ձեր տուն։ Եվ եթե հանկարծ ու հանկարծ իմ ականջին հասելա մի հատ նոտա, մի հատ լամինոր, եւ մի հատ հիմնավորված փաստաթուղթ, ֆոտո կամ վիդեո, որ դու Ավինյան Տիգրանի ձվերի տակ խաղեր ես տալի, ես Արշակի աղբորը, Արշակը դե Բերթմա, բերելու եմ ձեր տուն, կոմոդ, կոնկրետ, ինձ դու չխառնես ուրիշների հետ, են որ ասում են, ում էր ասում ազգային ժողովում, չանետ կջարդեմ, ես քո աշկերը բնիս կհանեմ, ես անենց կանեմ, որ դու չկարանաս փողոց դուրս գաս, մհեր, ես անենց կանեմ, որ սաղ քուչեն, դու պրոստը ինֆակտով կետհաս, ես քեզ դա խոստանում եմ, դու փողոց, ոչ դու ոչ տղետ, փողոց չեք կարա դուրս գաք, հալա մի հատ էլ, որ Ավինյան Տիկոյի համար ձեն հավաքեք, և սա վերաբերում է ցանկացած կրիմինալ տարի, ցանկացած, չտաստված մի հատ երևույթ ֆիքսվավ Ավինյան Տիգրանի կողմից, մտածեք ձեր ընտանիքի մասին, ես ձեր տուն ու տեղը կհավասարցնեմ հողին, ոչ թե քֆուրով, Աստծո սիրուն, մենակ քֆուր չի լինելու, դուք երնեք եք տալու, որ լինի մենակ քֆուր, երնեք եք տալու, ես ասել եմ, չէ, բանից, աբազի հիմնարկից բան կպահեք, բայց երկնային գրասենյակից խոմ չեք կարա թաքցնեք, արգիշտս մոստի տակ Վովայի հետ հանդիպավ, ես տեսա, չէ արգիշտ, ջուր տվեք սրան, մհեր փողոց դուրս չես գա, Դավիթը թաղապետ ես ուզում դարձնես, հա, Ավինյան Տիկոյով, ես քեզ խոստանում եմ, Դավիթը փողոց դուրս չի գա տղա, բիձա,
չոփակ։ Ինձ արտահերտ եթերի մի դրթի։ Ես զգուշացնում եմ։ Ես Հավայի օդի մեջ տրոկ չեմ։ Անես մի արավորիչ կան օլիգարխ կա։ Իմ եթերի ժամանակ սկսեն սալուտ խփելոտ։ Խելքդ գլուխդ հավաքի։ Ու շանտաժի լեզվով հանկարծ չփորձես խոսալ։ Որևիցե մեկի հետ։ Գլխիդ վերևը սև ամպեր են ֆռն։ Բիձա։ Մասիկ դերագստից։ Իսկան ուտող ուրացող։ Մարդու ես ոչ չեմ սիրում։ Կապ չունի ով է։ Ուրա։ Ղարաբաղ։ Հերթով գանք։ Այսօր պաշտոնից ազատվեց Վիտալի Բալասանյանը։ Ճիշտ է։ Շատ կուլտուրական գրել է, որ ազատվել է Վիտալի Բալասանյանը եւ վերջ։ Բայց ինչի ազատվել։ Ինչն էր պատճառը, որ պաշտոնից կպած անձը գրեց ու հելավ կամ հանի։ Բացատրենք։ Հաճելի մարդ, ինձ մի հատ կհիշացնեց Շմայսիկը Բերթում, քանի գրամի համար անստաց, նարկոտիկ, մի գրամ, ահա, քանի տարով, 12, դու սունասիրում ես, չէ գործը, Хорошо, հիմա, Վիտալի Բալասանյանը ընդամենը ազատվել է աշխատանքից, բայց ինչի համար, հարգելի ժողովուրդ, Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատվել է, որովհետև Վիտոյին բռնել են քաքելուց։ Առանց համաձայնացնելու քաքելուց, բացատրեմ։ Տարիներ շարունակ, բոլոր դրա մասին խոսում էի, որ Ղարաբաղի վերխուշկեն խառնված է եղել նարկոտրաֆիկինգի մեջ, ես հիմա նույնը կասեմ ռուսերենով։ Ղարաբաղյան կլանի բոզի տղեկը նարկոտիկի գործ են արել ում հետ? Աբազյան, Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի տարածքով Ղարաբաղը մտել նարկոտիկ, հետո Հայաստանով դեպի Եվրոպա։ Մի մասը մնացել է տեղում։ Վիտալի Բալասանյանը բռնվել է 40 կիլոգրամ նարկոտիկով։ Գազի բալոնի մեջ տոլով փաթաթած սերերը կապուտ գույնի իզալենտով բալոնի տակնել կիսածակով։ Եվ ընդամենը ազատվում աշխատանքից պարոն Աբազյան 40 կիլոգրամ։ Եվ ինչին բռնել Վիտալիին, որովհետև այս անգամ Վիտալին փորձել է, որ ասում է, սամաուչկա, ինքնյան, առանց վերևներին մուծվելու, առանց Արայիկ Հարությունյանի բռնել են։ Հիմա ռուսերեն մի պա, որ թո Ադրբեջանն էլ լսի։ Ադրբեջանի ժողովուրդ։ Хочу проинформировать жителей, граждан Азербайджана и всего русскоязычного населения. Сегодня в отставку подал госсекретарь, как его там, секретарь Совета Безопасности Нагорного Карабаха, Виталий Баласанян. Причина в чем? Никто не говорит. А причина в том, что Виталий Баласанян был пойман как наркодилер. 40 килограммов наркотика, героин или кокаин, точно я не знаю, в газовом баллончике, который вошел в Нагорный Карабах через Азербайджан. И должен был через Нагорный Карабах, через территорию Армении, пробраться в Европу. Власти Нагорного Карабаха годами сотрудничали с чиновниками Азербайджана, торгуя наркотиками. И сегодня он был пойман.
Вот поэтому такой величайший человек, как Виталий Баласанян, был снят с поста секретаря Совета Безопасности. Наркодилер, блядь. Я надеюсь, жители Азербайджана уже знают. А торговали карабахские пидорасты с азербайджанскими пидорастами. Вот ты какой цветочек аленький. Коротко. Для всего мира. Հիմա հետ կանք։ Բա հիմա հաճելի մարդ։ Մի գրամի համար 12 տարի 40 կիլոգրամի համար բարի ճանապարհ։ Ոչ կներեք։ Ես այդ մաթեմատիկան եմ ուզում հասկանամ։ Ես մաթեմից թույլ եմ, միշտ ասել եմ։ Սահակյան Ելիզավետան ինձ նշանակել է 4 զուտ սիմպաթիայից ելնելով։ Բա 40 կիլոգրամ եւ մի գրամ Եվ այս նարկոտրաֆիկինգի մեջ խառնվածը ոչ միայն Վիտալի Բալասանյան, Արայք Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան եւ այլն եւ այլն եւ այլն։ Ղարաբաղի ԿԳԲ-ի մինիստր, ՄԲԴ-ի մինիստր, հաճելի մարդ։ Ես հասկանում եմ, որ հիմա կասեք, գիտեք ինչ, Ղարաբաղը դա Հայաստանի տարածք չի։ Բայց այդ դեպքում հարց եմ ուզում տալ։ Բայց Ղարաբաղը Հայաստանի տարածք չի, մեր հայ զինվորներին։ Ղարաբաղում խենք դատում։ Մածուն սմետան ինչ-որ մեկի տնից գողանալու համար, ինչի տանեմ Գորիսի Բերդ Հայաստանի օրենքով դատեմ, բերեմ կողմ բանը, անոն ինչա, Շուշի։ Բա 40 կիլո։ Նարկոդիլեր։ Ու ոչ մեկ ձեն չի հանում։ Քան լռություն է։ Սա մեկ Սա Վիտալի Բալասանյանի մասով։ Իզեց։ Հիմա լադառնանք դաշնակներին։ Նախորդ իմ հաղորդման ժամանակ ես պարզ մարդ քանի որ իմ համար առաջնային Հայաստանի պետականությունն է, ես աթոռակռիվ չեմ անում, ոչ նախագահի, ոչ վարչապետի, ոչ ազգային ժողովի նախագահի եւ այլն։ Ես ասեցի, որ ինձ հետ կապնվել են դաշնակ անձինք եւ ասել են, որ ցանկանում են անել ցույց Ռուսաստանի դեսպանատան դեմը։ Վարդան Ղուկասյան կաջակցես։ Վարդան Ղուկասյան ասեց սիրով, որովհետեւ ճանապարհը, որը փագա Արցախի, միանշանակ ռուսկի սլետ, միանշանակ։ Հաղորդումից 24 ժամ հետո դաշնակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ համացանցում տարածվում են լուրեր, որ ամսի 9-ին պիտի կլինի ցույց Ռուսաստանի դեսպանատան դեմը, մենք նեմա, մենք այդ կապ չունենք։ Չի ասում ով է տարածել, համացանց ու լուրեր են տարածվում։ Վարդան Ղուկասյան անունը վտանգավոր արտաբերել են։ Հերքին։ Հիմա։ Եկեք մի փոքր հեռվից գանք։ Վարդան Ղուկասյանին մի անգամ չէ, երկու անգամ չէ, 10 անգամ չէ, բազում անգամներ եւ դաշնակներ են։ Եվ այլ անձինք անընդհատ ասում էին Կրեմլի ագենտ, Կրեմլի բոզ, Ռուսիեսա, Ռուսեյնա, Ռուսեյնա։ Այո, Վարդան Ղուկասյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Չեմ թաքցնում։ Բայց Վարդան Ղուկասյանի համար առաջնահերթը Հայաստանի Հանրապետության շահերն են։ Իմ հայրենիքը Հայաստանն է։ Եվ որքան էլ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, բայց ես Ռուսաստանի շահերը վերջ չեմ դասում Հայաստանի Հանրապետության շահերից։ Ինչը որ անում են այս բոզի տղեկը։ Ողջ ընդդիմությունը պարլամենտական եւ ոչ պարլամենտական ընդդիմության մի մասը։ Եվ այսօր 20 քան հեսա կլինի մի ամիս 30-35 հոգի մարդ փագել են Լաչինի Միջանցքը եւ 30-35 հոգու ռուսական կոնտինգենտը չի կարող ցերի։ Բայց չի կարող ցերի, ճանապարհ բացի։ Այսինքն դա 35 հոգի մարդ է, ընդամենը պիտի լինի 60-70 հոգի ռուս զինվոր, որ սրանցից բրդի է սկոմ, չեմ ասում ծեծ են ջարդել լալ են, բրդի, եւ ճանապարհը բացի, չի կարող։
Նեմա։ Ինչա մենք հավատում ենք դրան։ Դաշնակները զանգին ինձ։ Նույնիսկ եմ գնում զանգողը եղել է դաշնակ։ Մենք տարբեր մարդկանց անունները, ես անձամբ եմ ճանաչում։ Երբ որ ես տեսա դաշնակցական հերքումը, կապնվեցի, ասեցի, ես հիմա չհասկացա, դու ինձ դրել ես գժի տեղ։ Բայց ես միանշանակ համոզված եմ, որ եթե դա անանուն լիներ, ուրիշ հարց, բայց այդ մարդուն ես ճանաչում եմ։ Այդ մարդուն ես շփվում, այդ մարդուն ես շփվում եմ։ Այդ մարդը չէր կարող նման ապուշություն դուրս տալ, որովհետև որ ասում է քիչ մարդ չի։ Եվ ինչ ասում, ասում է պարոն Ղուկասյան, ձեր հայտարարությունից հետո ժամեր անց Ռոբիկը ծածանամա իշխանին։ Իշխանն խառնված աչով ձախով եւ այլն, ինչ անեն, ոնց անեն, ու դա սա, որովհետեւ ռուսներն էլ ծածրել են Ռոբիկին։ Այն նույն իշխանին, որ ամանորի օրը մեկնեց Դուբայ։ Ու ասում է, ես շատ կարևոր գործով էի գնացել Դուբայ։ Պետական խնդիր էր։ Կանգա երեխու հետ, մանկահասակ երեխայի հետ գնամա Դուբայ պետական խնդրով։ Նեղ շրջապատում էլ հայտարարում է, գնացել էի գերիների հարցով։ Հələ ես բոզի տղում նայի։ Գերիների հարցով իշխանը գնացել է Դուբայ։ Գերիները Դուբայում են պապվում։ Կամ գերիների 31-ին, 1-ին, 2-ին, որ մի արաբի շեյխի խերրիցերին, քո գերին, որ քո հետ նստի գերու հարց քննարկի, այ փրփուրավոր բոզի տղա։ Ու մեզ դրե էշի տեղ։ Հա? Ռուսական կողմն էլ ծսրել է Ռոբիկին, Ռոբիկն էլ ծսրել է սրանց։ Հիմա ես ուզում եմ հարց տամ, դաշնակ ղախպի տղեկին, այս գերագույն մարմնի։ Հիմա ռուսական պրոյեկտը ով է։ Հիմա Կրեմլի ագենտը ով է, Կրեմլի ագենտը կլինի կոչ կանի, որ եկեք ամսի 9-ին ժամը 10-ից 20 շրջափակում ենք ռուսական դեսպանատունը։ Ատենց ագենտ որտեղ ես տեսել։ Ես նորից եմ հայտարարում, ամսի 9-ին սիրով հրավիրում ենք խաղաղ ցույցի Հայաստանի Հանրապետության բնակչությանը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ղարաբաղի ժողովրդին գալ եւ նստացույց անել Հայաստանի Հանրապետությունում, քաղաքամայր Երևանում ռուսական դեսպանատան դեմը, ամսի 9-ին ժամը 10-ից 20, փագելով մուտքը եւ երկը։ Էս արդեն ես եմ ասում։ Սիրով հրավիրում եմ։ Որովհետեւ դուք ուրա Լոքյան, Լևոն Մկրտչյան, Սպարտակ Սեյրանյան, այն թրերը, որ տանդ մեջ դրած ցույց էիր տալում, թրերի տեսականին, այլ զնդկի բոզի տղա։ Այդ խալվրետ։ Բա մի հատ թուր վեկալ, գնա ճանապարհը բաց։ Ինչի դուք, հիմա հարց կտակ, խի մենք, Լոքյան, որտեղ Լոքյանից բռնած, դաշնակներ, տարիներ, տասնամյակներ շարունակ, թալանել եք Ղարաբաղը, ընդերքից սկսած հիդրոէլեկտրոկայանների գերակշիռ մասը ձերն ա եղել։ Բա հիմա այդ հիդրոէլեկտրոկայանները տեղադրեք ձեր կնգա դլոյի մեջ, որ ամեն մի շռելուց 50 մեգավատ հոսանք արտադրվի ու այդ փորձեք այդ հոսանքը ծախել 45 դրամով Հայաստանի վրեն։ 8 դրամով ստանում եք, 45-ով ծախում եք։ Հիմա ձեր կնգա դլոյից շռը, որ նապորով գա թափի, այս սաղ ես արծվիկ, մարծվիկ, Կարո Մանոյան եւ այլն։ Ղարաբաղից եք շոկ, այդ գում, 8 դրամ էլ չէ, պրոստը 45 դրամով ծախեք հայ էլեկտրոցանցերի վրա, որ բոնզի տղեկը հովարային անջատում չանեն շապատը 150,000 անգամ։ Բա թալնել եք Ղարաբաղը, բա գնացեք, բացեք։ Ռուսը դրեց մամաներիդ բենի մեջ, հիմա ռուսական ագենտնով էր, հա, խոսա, այդ նույն դաշնակներն են աղջի, որ 20 քանի թվին բոլշևիկները կացնա հարեցին սաղ կագեբեի պատվալը արունը հելե գնամ էր, տրուբա լոկնուլա վադաֆաշ, այսօր ռուսական խերրիտակ եք մտեմ, գիտեք ինչ, ձեր որին որն է, և իմ ու ձեր տարբերությունը, որովհետև դուք կամ ռուսա մեդեք, կամ ամերիկա մեդեք, հայամետ չկա, քաղաքական դաշտում հայամետ չկա, կամ ռուսա մեդեք,
Կամ Եվրոպա Ամերիկայում է, կամ Ամերիկայի դրոշն տնկամ, կամ Ռուսաստանի տնկամ։ Վերջ, Հայաստանի դրոշը տնկող չկա։ Մենակ թե այդ երկու գերտերություններից մեկն ու մեկը սրանց բերի իշխանության։ Հետո ոնց ուզենան ծցնեն։ Հայամետություն չկա։ Եղարա ու ինչ են անում։ Աբաս, ես հիմա չգիտեմ դու ռուսամետ ես, թե հայամետ ես։ Լսի, սրանց նախաձեռնությունը եւ առհասարակ Ղարաբաղը պահել այնքան ժամանակ շրջափակման մեջ, հասցնելով ժողովրդին սովի, դրանից հետո մի պահ կբացեն, որ սաղ լսվեն Երևան, Հայաստան, հետո լի կփակեն են բանտաճակատների համար, ովքեր որ չեն փախնի։ Էլի կմնա, էլի կբացեն, էլի Ղարաբաղը կդադրվի ստեղ։ Եվ վերջում արդեն ամայացած Արցախը, որ հանձնեն Ադրբեջանին, Նիկոլն էլ կասի մի րոպե, էլ Արցախում մարդ չկա։ Ես ինչ պաշտպանեմ, սրանք էլ կասեն Նիկոլը Արցախը հանձնեց, եւ ես Ռուբեն Վարդանյանով, Մարտա Քալելով, գալով այդ Ղարաբաղյան ոչմ կլանով, կգան ռուսի հովանավորության բարձր բանից տակ, կանեն իշխանափոխություն եւ Ռոբերտ Քոչարյանու այս մնացած Ղարաբաղյան կլանը նորից կվերադառնա իշխանության եւ կասեն «Здравствуйте, я ваш умать»։ Բայց ես բոզի տղեկ մի հանգամանք հաշվի չեն արել, որ ես Նիկոլը չեմ։ Եվ ես կյանքում թույլ չեմ տա, որ Ղարաբաղյան կլանը նորից հետ վերադառնա ու սկսի Հայաստանը ծծնել։ Ու դրանից հետո Զանգեզուրի միջանցքն էլ սիրով կհանձնվի Ադրբեջանին։ Էսա սրանց ուզածը, այս դաշնակառոբականների։ Բա հելեիք, ասմա ոնց, մեր ռազմավարական դաշնակցի դեմ հլնենք միտինգ անենք։ Ես ուզում եմ պատասխանեմ հատուկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանին ռուսերենով։ Итак, обращаюсь к послу Российской Федерации в Республике Армения. Многоуважаемый посол, Российская Федерация считалась стратегическим партнером Армении. Вы все время говорите, то есть русские, они все время говорят, русские политологи, у Скабеви и тому подобное. Я так понимаю, скоро программа 60 минут полностью закроется, потому что уже аудитории нет. Все время говорят, что армяне предатели, армяне смотрят в сторону США, они просят о многом, но ничего не дают. Итак, я хочу именно для русской аудитории, вот, я уже все на нервах, сообщить, что, многоуважаемые вы мои, все, что есть в территории Армении, это все российское. Российская Федерация все захватила. Атомную электростанцию раз. Вся энергосистема Армении в руках у русских. Все железные дороги, вокзалы взяла РЖД. И все за эти годы грабит и грабит и грабит. Тепловые электростанции тоже российские. Это типа за внешний долг Российская Федерация все захватила. Российские базы, которые находятся в территории Армении, они все на бесплатном основе. Плюс кормят их опять из армянского бюджета. Нигде ни одна натовская база или база Соединенных Штатов, которая стоит в каком-нибудь европейском государстве, бесплатно не стоит. Российские базы стоят бесплатно в территории Армении. Бесплатно! Плюс газ, свет, атомная электростанция, то есть полезное ископаемое, вся армянская нагорно-карабахская золото, медь, рудь, то есть все что угодно.
Все безвозмездно, бесплатно, без налоговой системы, без регистрации Российская Федерация качает и качает, качает и качает. Все из Армении качает и качает. Тоже все бесплатно. Без налогов, без каких-нибудь пошлин. Явное доказательство золотые, то есть рудники, которые находятся в территории Нагорного Карабаха. Десятилетиями оттуда высасывали все. Теперь скажите, пожалуйста, кто от кого зависит? И у Армении была только одна маленькая просьба. Защищать суверенитет. Անկախության երաշխավոր. Больше ничего. Мы даже оружие покупали у вас, а не получали бесплатно, как сейчас получает Украина, от Штатов. И наше оружие, которое мы хотим купить от вас, вы деньги взяли, а оружие не отдаете. Или отдали совсем куклы, манекены, вот, которые нам не нужны. Даже не стреляли, например, как ваш Искандер. И вы говорите, Азербайджан наш союзник. В Российской Федерации живут 1 миллион азербайджанцев. Как мы можем обидеть Азербайджан? Азербайджан кровный враг Армении. Так вы определитесь. В Азербайджане российских баз нет. Вообще нет. Из Азербайджана вы ничего не можете высасывать. Ни золото, ни медь, ни рудь, ни все. Ничего. Весь ваш мощный капитал находится в территории Армении. Во всем Кавказе. Но вы защищаете Азербайджан. 30 человек, всего-навсего 30-35, закрыли Лачинский коридор, и российский миротворческий контингент не в силе его открывать. Вот так говорится. Нет. Россия вместе с карабахским кланом и Азербайджаном готовит заговор против суверенитета Армении. Переворот, как минимум. А потом потеря Нагорного Карабаха, включая его в состав Азербайджанской республики. Я требую от населения Армении закрыть функциональную деятельность, заблокировать посольство России в Республике Армении. Входы-выходы. С 9 числа с 10:00. Призываю. И никакая российская пропаганда, российское правительство не имеет права обижаться. Абсолютно не имеет права. Россия себя ведет подло. Со своими союзниками. Подло. Не могут 14 государств быть неправыми. Одна Россия вот такая, беленькие пусечники. А все пидорасты. Латвия, Литва, Эстония, Молдова, Украина, Армения, Грузия, Азербайджан, Казахстан. Все нехорошие, а одна Россия хорошая. Почему весь мир не любит политику Российской Федерации? Потому что имперские амбиции. Прям пиздец имперские амбиции. На равного вы не смотрите, вы смотрите как на своего раба. Եվ ես ու այսքանից հետո այս դաշնակ բոզի տղեկը որոնք որ տարիներով, տասնամյակներով շարունակ ծսրին, թալանին ամբողջ Ղարաբաղը Աղաբեկյան Արթուրի բարձր հովանու ներքո որ տղեն էլ մնացան գերեզման մի անգամից ռուսները դրին բերանները ասում մենք կապ չունենք մենք գործ չունենք хорошо կապ չունենք ես եմ հայտարարում դե հենց հիմա գնացեք ճամփեն բացեք ինչի՞ չեք գնում բա հա ուր եք Լոքյան, Լևոն Մկրտչյան, Սպարտակ Սերյանյան, Աղման Վարդանյան, Արտվիկ Մինասյան, Կիրո Մանոյան հա ինչի՞ չեք գնում 30 հոգի մարդ հանդե կայնած Այս պայդրությամբ 30 հոգի մարդ հակայլած, ասկի չգիտեն խենեկի կայն է։ Դες պարզ ասում եմ, պանով է թերթապոխով, են որ հավքվել եք,
Իրոք Արծվիկ, Նիկոլեի սսնն, բան Իրանը, մի հատ էլ գյոթերի կլուբ էին բացել, լիմոնկա քցի կլուբի մեջ, ինչ խռսկերակ, հելակասի, մեդիագրան տես բան չպիտի լինի։ Ճիշտ ես ասում։ Բա գնա ճանապարհ բաց։ Գա հիմա հելիկրան մատ լիմոնկա քից։ Այդ 30 հոգու վրա ճամփեն բացեք։ Գրած գանք են կոմայգու տրանսներին հավքել տան Ղրգեն գնան ճանապարհը բացեն։ Արծվիկ։ Հա? Հանեն փողը տապ գրազգան ֆինանսավոր օղճարեն, պուտանկեքին, կոմայգու տրանսներին, լեսբոներին, հավքեմ լցեմ ավտոբուս ղրգեմ ընդ գնան բացել տան։ Փողը դուք եք ստանում ազգային ժողովից։ Բա դու լավ տղեկ եք, բա գնացեք բացեք։ Թե վախում եք ռուս Իվանը բանը Պարծանքեն հանի կողի բերաններըտ։ Կալիդորը երաշխավորը ռուսն է։ 35 հոգի մարդ, եկը 1500 հոկանոց ռուսական կոնտինգենտը չի կարում ծրի, կամ չի կարում բացի, անվասն է խաղոտեն, մի հատ էլ կծեմ են կենթանասերների ջեբը, ով էր, մի ռոպ էլ ստեղ մոտս նշել եմ, Անժելա Էլիբեկովան, Թրելա կենթանասերների դեմքին, ասում է Ղարաբաղի շներն են մեռնում, սոված են, հելեք միջազգային ացաներում դրա մասին խոսացեք, կենթանասերներ եք։ Միջազգային ացաներում կենթանասերները հլեն ինչ խոսան, կամ են հմեկի էրիկը, ասում է Շունիկի թաթիկից են խոսան, փոխանակ Ղարաբաղի ժողովրդից խոսան, խոսացեք։ Միջազգային հանրությանը դուք խերի տեղ դնում եք, չէ, մտել եք ռուսի որը, ռուս, դուք Հայաստանի մասին չեք մտածում, դու ռուս եք տրծնում, բա միջազգային հանրությունը խիպտի քեզի խերի տեղ տնի, կամ կենթանասերները դու պրիչում, ինչքան կենթանասեր կա, ծծասնի Անժելա Էլիբեկովային, եք թե որց, Ղարաբաղի շները սովի շեն սատկի, հանգիստ տեղի, և Ղարաբաղի ժողովուրդը ևս, Ուղղակի Ղարաբաղի ժողովուրդը պետք է մի բան հասկանան, որ իրանք երբ որ թողեցին իրենց տուն ու տեղը եւ եկան լցվան Հայաստան, դառնալու են անոթի։ Այս իշխանությունը, նախորդ իշխանությունը, հները կամ նորերը Ղարաբաղի ժողովրդին տուն ու տեղ տվողը չեն, հարգելի ղարաբաղցիներ։ Դուք ամուր մնացեք ձեր հողի վրա։ Եվ ես ուղղակի խնդրում եմ ձեզ մի լսեք ձեր իշխանություններին, ձեր նարկաման, ձեր նարկակարտել, ձեր բարիք իշխանություններին։ Եթե ես խափում եմ Վիտալի Բալասանյանի պահ, դա շատ հեշտ հնարավոր է ապացուցել 40 կիլոգրամի հետ կապված։ Եվ Վիտալի Բալասանյանը միականձնավորությունը չի, ով թաթախված է այդ նարկոտիկի գործի մեջ։ Արայք Հարությունյանն էլ է դրա մեջ։ Ղարաբաղի MVD-ի մինիստրն էլ է դրա մեջ, KGB-ի մինիստրն էլ է դրա մեջ, Բակոնել, մյուսնել։ Դրանք չեն բավարարվել ընդերքը թալանելով, չեն բավարարվել հարկեր չվճարելով, չեն բավարարվել հողը, մողը, իրենց խաղողի այգիներ եւ այլն, չեն բավարարվել գրավյալ տարածքները կոյուղատրուբեկից բռնած քանդե հանե ծախել են, դրանով էլ չեն բավարարվել։ Ասպառ ագահությունը։ Եվ ես ուղղակի ապշած եմ, որ 120,000 հոգու համար այդքան կարևոր ճանապարհը փակել են ընդամենը մաքսիմում 50 հոգի մարդ։ Ու այդ 2000 հոգի մարդ չի գտնվում, որ գնա 30, 40, 50 հոգու լարի։ Բարես բուն իմաստով լարի, թույլ չեն տալի։ Եվ մի նկարեք հարգելի Արցախի ժողովուրդ ձեր դադարք սառնարանները։ Մի նկարեք ձեր պոլկեկը, որ տեսեք մեր սառնարանները դադարք են։ Էլ ուտելու բան չմնաց։ Գնացեք ճանապարհը բացեք, ժողովուրդ։ Արցախը լքել, Արցախը հեռանալ, ամենասխալ, ամենաահավոր, ամենավատ որոշումն է, որը հանկարծ դուք կարող եք անել։ Երբեք ու երբեք ձեր տունը մի լքեք։ Որովհետև Հայաստանում ձեզ ոչ մեկ տուն չի տալու։
Դուք դառնալու եք անոթ է բան։ Հիշեք Բաքվի փախստականներին։ Մինչև օրս այդ մարդիկ ապրում են Չարբախի հանրակացարաններում։ Չկա Վարդան Ղուկասյան, որ մանումենտի տները պետականացնի վաճառի կամ ձեզ բերի կողքի դրա մեջ, որ մի հատ էլ երևույթ գրի թե հայ մարդու տունը ձեռից խլում են։ Հա, խլում են։ Ես ուղղակի հորդորում եմ։ Գնացեք ճանապարհը բացեք։ Մի լսեք ձեր Ղարաբաղի բոզի տղեկին։ Այդ որ նստած են իբր թե կառավարում, այն Ռուբեն Վարդանյան։ Ջոն Կլումինա ուզում բերի որ ճանապարհ բացի։ Ջոն Կլումին դնի Նաֆարիդ Բեյնին։ Ինչ կապ ունի Ջոն Կլումին։ Մակի քարտուղարն է Ջոն Կլումին։ ԱՄՆ պրեզիդենտն է ով է։ Կոնֆրանսիայի։ Ջոն Կլումի։ Իսկ ես դաշնակների արածը հարգելի ժողովուրդ։ Ես ուզում եմ որ դուք ուղղակի հետևություն քաղեք։ Որ սրանք ոչ մեկը հայամետ չի։ Լոքյան ու ես ով էր։ Ես մոռանում եմ։ Լևոն Մկրտչյանը տարիներով թալանել են Ղարաբաղը, այդ հեկերով, մեկերով, հակերով եւ այլով։ Աղվան Վարդանյան եւ մյուսները։ Առհասարակ դաշնակները Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանու ներքո։ Բա այդ աղբյուրից դուք սնվել եք։ Այդ աղբյուրը այդ երկիրը թալանելով ձեր հարստություններն եք դիզե։ Բա հիմա ի՞նչն է պատճառը, որ նույն ձեր Ղարաբաղի ժողովրդին օգնություն չեք տանում, ճանապարհը չեք բացում։ Ռուսի դեմ դուր չեք գալի ասես, հարգելի ռուս, ել դու մեր դաշնակիցն ես, լավ։ Դու 30-35 հոգի մարդ չես կարող։ Ասում է ռուսը չի կարող երկու ֆրոնտով կռվի Ուկրաինա եւ Ադրբեջան։ Այսինքն ինքը ռուս։ Փաստորեն դու այնքան թույլ մարդ ես, թույլ պետություն ես, որ մի հատ հասարակ Ադրբեջանի վրա էլ дու չես կարող։ Если ты дучи, а если Российская Федерация не в состоянии воевать с Азербайджаном, тогда почему Российская Федерация одобрила нападение Азербайджана на Армению и не помогла Армении? В 2020 году ведь не был конфликт с Украиной. Не был. А из Харцев ոչ մեկ չի տալի, ոչ մեկ չասում ես ինքը ռուս։ Եթե դու ի վիճակի չես Ադրբեջանի հետ կռվելու, բա Հայաստանի ժամանակին նորմալ զինեիր։ Մեր փողով մեզի զինեիր։ Ձերի չենք ասում, եւ թույլ չտայր էսկալացիան։ Էրդողանի հետ հայերի գլխին, որ հիմա էլ Ուկրաինան մամար չծծներ։ 2020 թվականին խոմ Ուկրաինայի կռիվ չկար։ Ես 8 ամիս է։ Չկար։ Բա զիրիր, հայ ու թուրքին հակցիար, կայնան դե նայ, վերջում ասել թե խաղաղություն եմ բերեմ։ Ընկեր ռուսը ինչպես միշտ, պատմության են թվերի ժամանակ որ հակցերը օսմանները մեզի ոչ կոտորել են, վերջում եկի ասել խաղաղություն եմ բերեմ։ Նույն ձեռագիրը նույնությամբ։ Հիմա եկե մտել է, ասում է ես երկու ֆրոնտով չեմ կարող։ Այսինքն, то есть Российская Федерация признает, что она такая бессильная страна, что не может даже справиться с этим Азербайджаном. И с Турцией. И притом Турция в лобовую на военный конфликт с Россией не пойдет. Там большие экономические вопросы. Если пойдет только Азербайджан. И если Россия вместе с Ираном придут к согласию, что давайте защищать суверенитет моего союзника, то ни в коем случае ни Азербайджан, ни Турция на эскалацию не пойдут. Но нет. Леха беда начала. А эсса հարցը, էս միամիտ ժողովուրդն են դրել են գրիտեղ։ Ռուսը չի կարող, բա միլիոն ու կես բանակ ունես։ Атомային держава. А если ты так бессильная страна, то нахуй нам нужен такой союзник? Если своего союзника ты защищать не можешь и боишься какого-то малюсенького Азербайджана, который по территории равняется Дагестану. Блин, если боишься, то нахуй ты нам нужен?
Եվ ես հարցը ընկեր դաշնակները պիտի տան, պարլամենտական ընդդիմությունն կոչում ես բոզի տղեկի հավաքածուն։ Ռուսական դելեգացիայի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը դրեք։ Եղբայր, դուք լարիք, դուք մեզ հագցրիք, մեզ թուցրիք, նրանցը զորացրիք, հիմա ասում ես երկու ֆրոնտով ոնց կռվեմ։ Բայց ես կռվում։ Դու թամիք տեսես, թույլ չեմ տալի եւ վերջ։ Ճանապարհը բաց, բոզի տղա։ Եթե ուզում ո։ Չեմ պատկաստված։ Բայց չկա, հասարակ կամքի դրսևորում չկա։ Ռուս, ադրբեջանցի թուք դրած հայնանամին մոլմաշ։ Այս բոզի տղեկի բարձր հովանու ներքո։ Պարլամենտական ընդդիմության։ Որ Ռուսիանում լսում ընկնա, որովհետև բանը հայամետություն չկա։ Կարող եմ ասում կամ ռուսամետ են, կամ եվրոպամետ են։ Հայամետ բառը բացակայում է։ Հայաստանի շահերից խոսելը բացակայում է, իսկ բառ։ Հարգելի ժողովուրդ, նամանավանդ Ղարաբաղի ժողովուրդ, որոնք որ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, նամանավանդ Երևանում։ Այն որ գրել եք Պուտին держит свое слово։ Պլակատի վրա։ Պուտին никогда не держал свое слово։ Ես ձեզ հորդորում եմ եկեղեցիներում աղոթք անելով, մոմ վառելով, պատարակ մատուցելով, տներում խալադենիքի դռները բացել փակելով, ճանապարհ չի բացվում։ Ես կոչ եմ անում առայժմ խաղաղ ցույցի, նստացույցի, ամսի 9-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մուտքի մոտ ժամը 10-ից։ Եկեք ռուսներից պահանջեք, հարգելիս 50 հոգի մարդ են թիվը չի, որ 50 հոգին փագի եկա կենսակ, այսինքն ինչա նշանակում 50 հոգով վարի են տալի 120,000 հոգու մատնելով սովի։ Ռուսան ասում է, չէ, ես վիճակի չեմ բացելու։ Բայց եթե վիճակի չես, թողսիկ դիրերի ուրեմն։ Բայց եթե 50 հոգու դեմ դու վիճակի չես, իսկ վաղը եթե ադրբեջանական զինված ուժերը անցան լայնամասշտաբ հարձակման 20,000-ով։ Ռուսական կողմը ի վիճակի է, չէ, ի վիճակի չի։ Նորից պիտի Ղարաբաղցին ինքնին պաշտպանի։ Ես հասկանում եմ, որ Ղարաբաղի ժողովուրդը սովորել էին 30 տարի շարունակ, որ իրենց մասին պետք է հոգ տանի հայ զինվորը։ Եվ հայ զինվորին շնորհակալություն էին հայտնում Շուշվա բերդում նվաստացնելով։ Ես նորից եմ ասում, որ եթե մարդիկ ովքեր տուժվել են, նստել են Շուշվա բերդում, կարող են ներկանալ Գայի Պողոտա 2 հաշվառման վերցնելու համար հետագա փոխհատուցման հարցը լուծելու։ Իսկ հիմա իրանք սովոր չեն, որովհետև հայ զինվորը չկա, հայ սպան չկա։ Հայաստանից եկածը չկա։ Մնացել են իրանք իրանցով, իրենց նարկոբարիգներով։ Անվտանգության խորհրդի նախագահը քարտուղարը խրիգր 40 կիլո նարկոտիկ, բոզի տաղա։ Это цветочки։ Եկեք լինենք հայամետ։ Ոչ ռուսամետ, ոչ ամերիկամետ, ոչ ուղղակի հայամետ, առաջնորդվելով մեր երկրի պետական շահերով։ Օգնում ես բարեկամ ես, չես օգնում բարեկամ չես։ Վերջ, կարճ կոնկրետ։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն։